Բարի լույս, առաջին ծրագիրը եթերում եւ տաղավարից սիրով ձեզ ողջունում են Սոնա Սաֆարյանը, Սուրեն Արուստամյանը, Արևը Ժպիտը եւ Գարունը ամենակարևորը։ Այո, բարի լույս ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV-ի եթերում, մենք սիրով ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք, որ հարմար տեղավորվեք էկրանների առջև, որովհետեւ այսօր եւս շատ հետաքրքիր եւ հագեցած եթեր ենք ունենալու։ Այո, հետաքրքիր եւ հագեցած է եթերը, որովհետեւ մենք շարունակում ենք այն մեկամսյակը, որը սիրով նվիրում են գեղեցիկ սերի բոլոր ներկայացուցիչներին, այնպես որ յուրաքանչյուր գարնանային օր տոն է եւ ընդհանրապես կարելի է այդ բոլոր օրերը շարունակաբար նշել եւ մեծարել կանանց, որովհետեւ ամենակարևորն է յուրաքանչյուր տղամարդու համար մեր սրտի թագուհիների։ Ձեզ շնորհավորում ենք եւս մեկ անգամ եւ մաղթում լավ գարնանային տոնական առավոտ։ Եվ օրվա տարեդարձներին անդրադառնալով իհարկե հայ հանճարեղ մարդկանցից ենք սկսում եւ այսօր 1897 թվականի այսօրը Կարս քաղաքում ծնվել է Եղիշե Սողոմոնյանը, հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը։ Սովորել է Կարսի ռեալական դպրոցում։ Կարսը փոքր քաղաք էր, բայց այդտեղ Չարենցը ընթերցանությամբ մեծ գիտելիքներ ձեռք բերեց համաշխարհային գրականությունից, կարդալով քաղաքում եղած գրականությունը։ Այդ տարիներին է նա գրում իր լավագույն բանաստեղծությունները մարդու ճակատագրի, նրա լքվածության մասին։ 3 երգ տխրադալուկ աղջկան, փողոցային պչրուհուն, տաղարան շարքերը, հարդագողի ճամփորդները, տաղ անձնական եւ այլ բանաստեղծությունները։ Չարենցի հասունությունը համընկավ համաշխարհային առաջին պատերազմի եւ հայ ժողովրդի մեծագույն ողբերգության ցեղասպանության տարիների հետ։ 1916 թվականին նա միանում է հայ կամավորական շարժմանը եւ հայ կամավորների հետ Չարենցը լինում է Արևմտյան Հայաստանում։ Տեսնում է ցեղասպանության սարսափելի հետքերը եւ դրանց մասին պատմում արդեն դանթեական առասպել պոեմում։ Նրա լավագույն գործերից շատերը Մահվան տեսիլ, Ես իմանուշ Հայաստանի եւ այլ բանաստեղծություններ, մի շարք պոեմներ, երկիրնայրի վեպը նվիրված են հայ ժողովրդի եւ իհարկե Հայաստանի ճակատագրին, խորհրդային իշխանության կողմնակիցների եւ հակառակորդների միջև սկսված քաղաքացիական պատերազմին Չարենցը մասնակցում է խորհրդային ջոկատի կազմում, որի տպավորության տակ էլ գրում է իր Սոմա եւ ամբողջները խելագարված հայտնի պոեմները։ 1921-ից 25 թվականներին Չարենցը տպագրում է իր հայտնի Երկիրնայրի վեպը, որտեղ պատմում էր հայկական մի քաղաքի կյանքի ու կործանման մասին։ Խորհրդային տարիներին Չարենցը գրում է բազմաթիվ նոր գործեր, պոեմներ, բանաստեղծություններ, որոնցից առավել հայտնիներից են Խմբապետ Շավարժ պոեմը, Գանգրահեր տղան, Չափածո նովելը։ Չարենցի շուրջ ստեղծում էր զրպարտություն հետապնդումների մթնոլորտ 1937 թվականին նրան եւս ձերբակալեցին եւ նա բանտում մահացավ։ Դե ինչ Չարենցը հայ գրականության չգերազանցված հանճարներից է, այնպես որ շատ երջանիկ մարդիկ ենք, որ հենց ազգությամբ հայ են եւ իր ամբողջ ժառանգությունը, որ թողել է մեզ, յուրաքանչյուրը մի մեծ գոհար է, որը պետք է շատ այսպես խնամքով փայփայենք եւ փոխանցենք սերնդեսերունդ։ Այո, իհարկե մեծ բանաստեղծին մենք այսօր եւս կանդրադառնանք մեր էջերից մեկում եւ այս պահին պարզապես առաջարկում տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք թե ինչին է անդրադառնում այսօր մեր շատ սիրելի անդրին են։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս սիրելիներս, բարի առավոտ նաև մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը եւ ընդհանրապես այս 2 ժամը մեզ հետ անցկացնեք։ Մենք կփորձենք, իմ գործընկերները հատկապես կփորձեն ձեր տրամադրությունը բարձր պահել։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր շատ համեղ աղցան ենք պատրաստելու, որը շատ հագեցած է էլի վիտամիններով, շատ կարևոր մթերքներով եւ իհարկե ինչու ոչ նաև հագեցնող է։ Կարծում եմ շատ նաև սիրելի մթերքներն են այստեղ դրված։ Մենք ունենք հազարի տերևներ, ունենք խնձոր, կանաչ խնձոր, որովհետև մի փոքր թթվաշ պետք է լինի խնձորը այս պարագայում, ունենք հավի կրծքամիս, արդեն նախապես խաշված է այն եւ օգտագործելու ենք նաև չամիչ, հետաքրքիր շատ աղցան է, շատ թեթև իմիջայլոց եւ ինչպես նշեցի վիտամիններով հարուստ։ Ուրեմն, ինչ պետք է անենք, նաեւ մենք սոուս պետք է ավելացնենք այստեղ, իսկ սոուսի համար մեզ պետք է լինելու շատ քիչ մայոնեզ, արդեն ես պատրաստել եմ այստեղ, ահա խնդրեմ, մայոնեզ եւ անպայման թթվասեր, թթվասեր եւս պետք է ավելացնենք, որպեսզի լինի հագեցնող աղցան։ Ես անցնեմ աշխատանքս արդեն սկսեմ, անցնեմ գործի եւ կսկսեմ առաջին հերթին երևի թե հազարի տերևները կսկսենք կտրատել եւ իհարկե հերթականությամբ կգնանք առաջ։ Հիմա պետք է պարզապես զինվել, ահա, եւ անցնենք առաջ։
Այսինքն, եթե նկատեցիք, բաղադրիչները իրականում շատ քիչ են, 4-5 բաղադրիչ հիմնականում, եւ այսքան համեղ հագեցնող աղցան կարող ենք ստանալ։ Ահա, ես կվերցնեմ թասիկը, մեր սուրդանակը եւ կանցնենք գործի։ Հիմա ներկայացնեմ, թե ինչ տեսակի այստեղ հազարի տերևներ ունեմ։ Ունենք մի տարբերակը, ամենապարզ սովորական տարբերակը, որը մշտապես առօրյայում օգտագործում ենք, եւ ունեմ այս տարբերակը, սա այսբերգը, այսպես է կոչվում, այսբերգ է կոչվում այս մարոլի, այս հազարի տարբերակը, որը իհարկե այնպես չի, որ հաճախ խանութում լինում է։ Հիմա ուզում եմ ասել, որ պարտադիր պայման չէ սիրելիներս, որ հաստատ այս այսբերգ տեսակը օգտագործեք։ Կարող եք պարզապես դեկորատիվ հազարի տերևներ վերցնեք, խառնեք այս պարզ հասարակ տարբերակի հետ, կամ կարող եք ձեր նախընտրածը, թող լինի մի տեսակի։ Ես պարզապես մտածեցի, որ այսպես ավելի հետաքրքիր կլինի։ Եվ իհարկե անցնենք առաջ, իմիջիալոց նշեմ նաև այս տարբերակը, եթե գնում եք այսբերգը, ուրեմն ինքը, այսպես ասած, ձեռքով պետք է կտրատել, դանակի հետ շփումից այն դառնանում է, դանակի շփումից այն դեղնում է կամ կարմրում է, որովհետև վիտամիններ կան մեջը, որը երկաթի հետ շփումից արդեն համ կորցնում է իր կարևորությունը, համ էլ գունափոխվում է։ Այնպես որ սա հենց հիմա մենք միասին ձեռքով կփորձենք մանրացնել, այսպես, պարզապես կտորների վերածենք, այսպես։ Այն շատ փափուկ է, շատ նուրբ է, ինչու մտածեցի այս տարբերակը հաստատ օգտագործենք, որպեսզի մեր աղցանը ավելի նրբին եւ այսպես թեթև ստացվի։ Այսպես, այն լավ լվացված վիճակում է, պարզապես ես լավ ջրքամել եմ, պարզապես այսպես ձեռքով փորձում ենք իրեն կտորների վերածել։ Իմիջիալոց ձեռքով շատ էլ արագ է ստացվում, ժողովուրդ ջան։ Դանակով մտածում ենք սիրուն կտրատենք, գեղեցիկ լինի, իսկ այսպես շատ հանգիստ։ Ահա։ Տեսակ, որքան հեշտ, որքան արագ։ Հիմա անցնենք առաջ, հաջորդ տարբերակն էլ կտրատենք։ Շատ մանր պետք չէ, մի փոքր համահունչ այս տարբերակի հետ։ Այսպես։ Պոչիկի մասը բնականաբար չենք օգտագործի, չնայած ես անձամբ շատ սիրում եմ պոչիկները, պարզապես երբեմն նրանք դառնոտ են, ավելի դառն են, քան տերևները, դրա համար ոչ բոլորն են սիրում պոչիկի մասը։ Ահա, անցանք առաջ։ Սիրելի Ադրինե, ողջույն Սոննա, ողջույն, գարուն է արդեն։ Այո, գարուն է, կանաչ է։ Ակնհայտ երևում է։ Այո, փորձում եմ ես արդեն մոտենալ կանաչեղենին, այս ընթացքը բնականաբար դեռ այն լավ կանաչեղենը դուրս չի աճել, դուրս չի եկել, բայց այսպես արդեն քիչ-քիչ սկսենք անցնել կանաչեղենի։ Եվ այսօրվա աղցանը ինձ թվում է քեզ պետք է որ դուր գա։ Շատ հազարաթերթիկներով։ Այո, որովհետև կարծում եմ այս մթերգոնը, այս մթերքները դու սիրում ես, այո, շատ եմ սիրում։ Այո, եւ սիրում եմ այն ամենը, ինչ դու ես պատրաստում։ Ձյան, շնորհակալ եմ։ Դե ինչ կտրատում ենք հազարի թերթիկները եւ այս ընթացքում կարող ենք ուղղակի դադար տալ, այո, եւ հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Հիմա կարճատև դադար, որից հետո անպայման կվերադառնանք։ Դե վերադարձանք տաղավար, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ Սոնա, ինչպես խոստացել ենք մեր հեռուստադիտողին, մենք եւս մեկ անգամ անդրադառնանք մեծ բանաստեղծին եւ այս անգամ մեր ես հայկական եմ էջով։
Եղիշե Չարենցը մեր հայ ժողովրդի ամենասիրելի գրողներից մեկն է եւ նրա մեջ առհասարակ այդ գրական ձիրքը դեռևս փոքր տարիքից է նկատվել։ Իր համար պիտի հայրը գումար տար, որպեսզի նա գնար եւ կոշիկ գներ, դրա փոխարեն նա գնում եւ գրքեր է գնում։ Եվ այդ գրքերը, հենց իր առաջին գնաց գրքերը այսօր թանգարանում պահվում են, ցուցադրվում են։ Չարենցը սկսեց ստեղծագործել եւ հրատարակվել արդեն 1910-ական թվականներից եւ հետագայում արդեն 1918-19 թվականին նրա անունը կարծես այսպես փայլատակեց գրականության մեջ եւ այդ ժամանակ հանրային կրթության եւ լուսավորության նախարարն էր Նիկոլ Աղբալյանը, ով ընթերցել էր Չարենցի ստեղծագործությունների մասին, նույնիսկ կազմակերպել էին գրական երեկո եւ այդ գրական երեկոյի մասին հառաջ թերթում տպագրվեց։ Այդ մասին իմանալով Չարենցը իհարկե երիտասարդ մի տղա շատ ոգևորվեց եւ Կարսից շատ այսպես ոգևորված եւ շփոթված եկավ Երևան, ներկայացավ Նիկոլ Աղբալյանին եւ 1930-ական թվականներն էր, երբ այս շենքն էր կառուցվում, որտեղ գտնվում է բանաստեղծի տուն թանգարանը, իսկ այս տարածքով Չարենցը շատ էր սիրում զբոսնել եւ մի օր էլ շատ այսպես անմիջական ձևով ասաց, որ պիտի մի տուն խնդրեմ ինձ այս կարմիր շենքից, իսկ ինչու էր կարմիր կոչվում, որովհետեւ շենքը կարմիր տուֆից է կառուցված եւ խնդրեց ու այն ժամանակ Աղասի Խանջյանի որոշմամբ այս շենքի 3-րդ հարկի թիվ 12 բնակարանը տրվեց Չարենցին եւ իր ընտանիքին։ Եվ 1964 թվականին արդեն Խորհրդային Միության Մինիստրների խորհրդի որոշմամբ հիմնադրվեց բանաստեղծի տուն թանգարանը, իսկ թանգարանը բացվեց ավելի ուշ, 11 տարի անց, որովհետև այդ տարիների ընթացքում իրականացվում էին հավաքչական աշխատանքներ, արդեն 1975 թվականի հունվարի 10-ից թանգարանը բացել է իր դռները այցելուների առաջ։ Թանգարանում ընդհանուր առմամբ այսօր մշտական ցուցադրության մեջ ներառված է 1900-ից ավել ցուցանմուշ։ Առաջին հարկաբաժինը ներկայացնում է Չարենցի մանկությունը, պատանեկությունը, արդեն երկրորդ հարկում ներկայացված է նրա միջին այսպես տարիքի այդ շրջանը եւ հատկապես 1928-ից 35 թվականներն են, 37 թվականներն են, որտեղ ներկայացված է նրա եւ հայպետ հրատում աշխատելու տարիներին, ուրեմն գործունեության մասին անդրադարձող փաստաթղթեր, արխիվային նյութեր եւ միևնույն ժամանակ նրան վերաբերող տարբեր հետաքրքիր փաստեր։ Եվ թանգարանի ամենանվիրական վայրը իհարկե տունն է, որտեղ նա ապրել է, եւ տունը այսօր պահպանված է այնպես, ինչպես եղել է իր կենթանության օրոք։ Արդեն գնալով շատանում է այցելությունների քանակը, վերջին տվյալով, եթե նախորդ տարի ասեմ, մոտ 19000 այցելություն ենք ունեցել եւ հուսով ենք, որ այս տարի շատ ավելին կլինի, որովհետեւ առաջին 2 ամիսների այդ ընդհանուր վերլուծությունը ցույց տվեց համեմատած նախորդ տարվա առաջին 2 ամիսների հետ, որ մենք բավական աճ ենք գրանցել այցելությունների։ Եղիշե Չարենցը արևելյան մշակույթի մեծ սիրահար էր ու իր առանձնասենյակում հատկապես այցելուներին շատ է գրավում, երբ որ տեսնում են Չարենցի արևելյան իրերը։ Այցելուների մեջ հարց է առաջանում երբեմն, թե ինչու էր Չարենցը այդքան շատ իրեր իր մոտ պահում արևելյան եւ արդյոք եղել էր այդ երկրներում, թե ոչ։ Ցավոք սրտի Չարենցը երազում էր լինել Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, բայց չի եղել, բայց ամբողջ կյանքի ընթացքում կարողացել է իր շրջագայությունների ընթացքում ձեռք բերել իրերը այլ երկրներից։ Ու այստեղ մենք կտեսնենք արևելյան մշակույթի մի քանի նմուշներ Բուդայի արձանիկների ամբողջական հավաքածու է ունեցել Չարենցը, ցավոք սրտի այսօր այստեղ մի քանի օրինակ են պահպանվում, քանի որ երբ որ Չարենցին ձերբակալում են, հետագայում իրերի մի մասի ճակատագիրը անհայտ է դառնում, թե որտեղ են պահպանվում։ Այցելուների մեջ շատ մեծ հետաքրքրություն է նաև առաջանում կոնյակի հետ կապված, թե ինչու է կոնյակի բաժակները եւ շիշը այստեղ դրված, քանի որ Չարենցը շատ էր սիրում կոնյակ խմել եւ իր հյուրերին էլ էր միշտ հյուրասիրում կոնյակ։ Չարենցի աշխատասենյակում է նաև գտնվում հնդկական խոսքրյա շախմատը, որի տախտակը ցավոք սրտի չի պահպանվել։ Նաև սեղանին դրված է
Չարենցի սիրելի 4 անձնավորությունների նկարները, ում համարում էր ինքը մեծություններ, նրանք էին իր հայրը Աբգար աղան, Կոմիտասը, Պուշկինը եւ Գյոթեն։ Միշտ իր աշխատասեղանի նկարներն էին եղել դրանք։ Պատեֆոնով էլ հաճախ լսում էր ոչ միայն հայ, այլև արտասահմանյան երաժշտություն, բայց իր համար առանձնահատուկ տեղ էր գրավում Կոմիտասի երգերը։ Եվ ինչպես ասում էր մեծ բանաստեղծի գործի մեջ, կուզեմ հիմի չեզուրնեն, հարբած լինի մինչև եկուց, ֆայտոր նստած անցնին քուչով ու լաց լինի կամ բաց լինի մինչև եկուց, բայց այս դեպքում ավելի նախընտրել է բաց լինի մինչև եկուց, որովհետև հենց Իջևանի գինու գործանի կողմից առաջարկող գինիները տալիս են հրաշալի հնարավորություն ընկերների հետ միասին անցկացնելու երեկոն ու լավ տրամադրություն ապահովել միմյանց համար։ Եվ գինու հետ իհարկե չենք մոռանում պանիրների մասին, իսկ պանիրների մեծ տեսականի, ինչպես նաև անարատ կաթից պատրաստված կաթնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Եվ մի մոռացեք նաև արևի մասին, հիմա արդեն գարուն է, արևը պայծառ շողում է բոլորիս եւ այդ արևից էներգիա ստանալու համար մեզ պարզապես պետք է սոլար սենտրի կողմից առաջարկվող արևային համակարգերը տեղադրել, ստանալ այդ էներգիան եւ ապահովել մեր տները լույսով եւ ջերմությամբ, եւ նաև այս ամենը իհարկե 0% կանխավճարով, 0% տոկոսադրույքով, իսկ ցանկության դեպքում առաջին 3 ամիսները սոլար սենտրը վճարում է հենց ձեր փոխարեն։ Իսկ բրազիլական Tramontina բրենդը, որը հայտնի է ամբողջ աշխարհում եւ մեծ տարածում ունի իր որակի համար, արդեն սպառողին, հայ սպառողին նաեւ հասանելի է։ Tramontina-ի դանակները երկարակյաց են եւ ամուր, եւ չմոռանամ նշել, որ շատ դանակներ հակաբակտերիալ ծածկույթ ունեն։ Դանակները չժանգոտվող պողպատից են, իսկ բռնակները բնական փայտից եւ պոլիպրոպեն տեսակից։ Tramontina բրենդի բարձրորակ ապրանքատեսականին կարող եք ձեռք բերել քաղաքի լավագույն սուպերմարկետներից։ Լավագույն իհարկե վայրը մեր տաղավարի, նաև մեզ համար մեր խոհանոցն է, որտեղ եփվում եւ թխվում են այն համեղությունները, որի հեղինակը Ադրինեն է։ Ադրինե, այսօր էլ բացառություն չէ եւ ելի մեզ համար համեղություն ես պատրաստում։ Շնորհակալ եմ լավ խոսքերի համար, նորից բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, իսկ խոսքը ինչի մասին է, սիրելիներս, մի պարզ հասարակ, բայց շատ համեղ եւ հագեցնող աղցանի մասին։ Իսկ այդ աղցանի համար մեզ պետք է մի քանի բաղադրիչներ, 4-ից 5 բաղադրիչ, ինչը մենք արդեն մոտավորապես մի մասը պատրաստել ենք, այստեղ ունենք սովորական 1000-ի տերևներ եւ մի փոքրիկ 1000, որի անունը iceberg է, այն շատ թեթև է, շատ նուրբ է եւ շատ համեղ։ Եթե այստեղ խանութ գնացիք աչքի տակով, այսպես անցկացրեցիք եւ տեսակային, անպայման վերցրեք։ Բայց այս աղցանի պարագայում պարտադիր պայման չէ, սիրելիներս, գնեք այն, ինչը որ ձեզ հարմար է, կամ ինչը որ այդ պահին խանութում կլինի։ Եվ այստեղ օգտագործելու ենք հավի կրծքամիս։ Հենց այս պահին եկեք միասին հավի կրծքամիսը կտրատենք, իսկ այն ես նախապես խաշել եմ։ Պարզապես պետք է փոքրիկ խորանարդերի վերածել, կտրատել, ցանկության դեպքում կարող եք պարզապես այսպես առանձնացնել, թելիկների վերածել, բսկտել, այսպես ասած, բայց ես կարծում եմ այս աղցանի մեջ ավելի լավ կլինի փոքրիկ կտորներով լինի, այն հաճելի կլինի եւ ավելի գեղեցիկ կարծում եմ։ Ահա։ Այստեղ մի քանի կտոր առանձնացած ունեինք, դնենք մի կողմի վրա եւ իհարկե ինչպես ասացի օգտագործելու են կանաչ խնձոր։ Գերադասելի է այս պարագայում, որպեսզի խնձորը լինի մի փոքր թթվար, այն յուրահատուկ համեղություն կփոխանցի այս աղցանի եւ իհարկե չամի չենք ավելացնելու այս թթվաշության եւ քաղցրության մի փոքր քաղցրության շատ նուրբ նոտա է տալու այս աղցանին, շատ հետաքրքիր եւ հաճելի կլինի։ Իհարկե չամիչի պարագայում էլ ասեմ, որ ճաշակի հարց է, ճաշակի խնդիր է, գուցե կան մարդիկ, ովքեր չեն սիրում այսպիսի համադրություններ, բնականաբար կարող են բացառեն չամիչը, մնացած բաղադրիչները կարծում եմ շատ պարզ է, առօրյայում մշտապես օգտագործվող բաղադրիչներ են եւ բոլորիս համարյա թե սիրելի բաղադրիչներն են սրանք։ Այսպես։
Ինչ կարող եմ ավելացնել այս աղցանի հետ կապված, ամենակարևորը կարող եմ ասել, որ այս փունջն է, կանաչիների փունջը, ինչպես քիչ առաջ նշեցինք Սոնայի հետ, որ գարուն է, արդեն կանաչիների շրջանը սկսվում է, ճիշտ է, դեռ շատ առատ չէ, բայց այնուամենայնիվ արդեն պետք է անդրադառնանք այս կանաչեղենի աշխարհին եւ շատ կանաչիներով թե կերակուրներ պատրաստենք եւ թե իհարկե աղցաններ։ Ասեմ, որ պահքի շրջանում հատկապես կանաչի շատ կարելի է օգտագործել, այսինքն հիմնական ուտեստներից, բաղադրիչներից մեկը հենց կանաչիներն են, կարող ենք տարբեր ձևերով տապակել կամ որևիցե ապուրներ պատրաստել կանաչիներով։ Սիրելիներս, հիմա էլ այս աղցանը ներկայացնելու ընթացքում հասկանում եմ, որ պահքի շրջանում գտնվող մարդիկ կարող են միայն այստեղ հավի կրծքամիսը բացառեն եւ այն սոուսը, որի մասին ես խոսեցի, որ պետք է մայոնեզ եւ թթվասեր ավելացնենք, այս երկու բաղադրիչները եթե չավելացնեն, միայն թողնեն չամիչը, հազարի տերևները եւ խնձորը, արտակարգ էլի պահքի աղցան կստացվի, որը շատ պարզ է, շատ մատչելի է, հասանելի է, այնպես որ սա էլ հատուկ այն մարդկանց համար, ովքեր պահք են պահում, շատ գնահատելի արարք է, որպես մարդ, որպես հայ քրիստոնյա, հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որ կարողանաս բոլոր կարգ ու կանոնները հետևել եւ պահպանել։ Ցավոք սրտի մեղքս ինչ թաքցնեմ, սիրելիներս, ես չեմ պահում պահք, այս պահին չեմ պահում, բայց փորձում եմ գոնե, քանի որ մենք շատ ենք, բազմից ենք խոսել պահքի կարևորության եւ նշանակության մասին, ես կասեմ, որ կարևորը ամենակարևոր կետը պահքի հոգեվոր սնունդն է, որը մենք փորձենք գոնե ինչ որ կերպ, եթե ուտեստների կամ սննդի միջոցով չենք կարողանում պահել, ապա գոնե մեր հոգեվորը մի փոքր մաքուր եւ պարզ պահենք, փորձենք մեր սխալները այս ընթացքում ուղղել։ Ամենակարևորը, ես չեմ կարող բացառել, որ մարդը չի կարողանում օրվա ընթացքում սխալվել, սխալներ չգործել, բայց փորձենք շտկել ինչ-որ կերպ։ Այսպես, ողջույն Սուրեն ջան, ես նոր ճառախոսում էի, լավ ժամանակ։ Ասեմ, որ ես քեզ լսում էի, ես էլ պահ չեմ պահում, պահ չեմ հիմա պահում, այնպես որ ես փորձեմ ինչպես միշտ առավոտյան նախաճաշել մեր գործընկերոջ Էլոլայի կողմից առաջարկվող համեղ կատնամթերքով, այնպես որ ես քեզ բարի ախորժակ եմ մաղթում, դու կարող ես կատնաշոր օգտագործել, թթվասեր, իմիջիալոց թթվասեր, բոլոր թթվասերները բեր այս կողմ, մենք պետք է այն օգտագործենք։ Ամբողջը պետք է, այսինքն չօգտագործեմ սա։ Չէ, մենք ունենք այնտեղ առատ թթվասեր ունենք, կարող ես հանգիստ Եվ ես կօգտվեմ, եւ դու կօգտվես, այնպես որ եթե հարց չունենք այդ առումով։ Դու այսօր պատրաստում ես վիտամիններով հարուստ ուտեստ, ինչքանով հասկացա, կանաչներով հարուստ, այո, որովհետեւ այս շրջանը արդեն սկսվել է կանաչիների եւ մեր օրգանիզմին շատ կարեւոր են այս վիտամինները, այնպես որ նկատի ունեցեք ժողովուրդ ջան, եւ մի խուսափեք շատ կանաչիներով աղցաններից։ Հավատացեք, կարելի է պարզապես ես իմ ամենապարզ, ամենասիրելի աղցաներից մեկը հենց այս պահին ասեմ, պարզապես կաղամբ կտրատված ու մեկ կապ խառը կանաչի լիքը կիտրոնով, այնքան եմ սիրում, չես պատկերացնում։ Իսկ ես ասեմ, սիրում եմ գազարը, կտրատված, բրոկոլին, առանց ոչ մի բան հում վիճակում եւ վրան լիմոնի հյութը, այո, շատ համեղ։ Այս երկու օրը հետ ենք պատրաստում։ Բաղադրատոմսը Սուրենը ասել է։ Արդեն ամեն բան պարզ է։ Ժողովուրդ, ես փորձում եմ ձեռքերով հենց այսպես խառնել, տեղափոխել, որովհետեւ կարծում եմ իհարկե այս ամանն էլ այնքան մեծ չէ, բայց տեղափոխեմ այս ամանի մեջ, չգիտեմ ինչու մտածում եմ, որ գուցե այստեղ ավելի այսպես կարողանանք հանգիստ խառնել եւ իհարկե ավելացնենք հավի կրծքամիսը։ Իմիջիալոց հավի կրծքամիսը ես հենց հիմա այս տախտակի վրա կհամեմեմ աղով եւ պղպեղով ու հետո նոր կտեղափոխեմ աղցանի մեջ։ Մի քիչ չամիջ գողանում։ Անպայման, ոչ թե կարելի է, պարտադիր պայման է։ Սա իմիջիալոց ժողովուրդ ամենասննդարար եւ օգտակար նախաճաշերից մեկն է։ Կատնաշոր
Հա, թթվասեր, կատնաշոր թթվասեր, մի քիչ չամիչ, եթե ունեք ընդեղեն, կարող եք ընկույզ ավելացնել կամ, չգիտեմ, նուշ ավելացնել։ Սա իհարկե խորհուրդ է տվում հատկապես նրանց, ովքեր հաճախ են գնում մարզասրահ, եւ սա սպիտակուցների, իսկ մարզվողների լեզվով ասած պրոտեինի մեծ չափաբաժին է, բնական ավելի, ինչը ավելի շատ խորհուրդ է տրվում։ Այո, լիովին քեզ հետ համաձայն եմ եւ ոչ միայն մարզվողների համար, բոլորի համար ամենակարևոր օգտակար նախաճաշն է սա։ Հիմա այստեղ ավելացնում ենք աղ եւ պղպեղ։ Ցանկության դեպքում սիրելիներս կարող եք խմելի սունելի էլ հավիկի վրա ավելացնել, շատ համեղ է այն ստացվում, ասես ամենահավատարիմ ընկերն է խմելին ու սունելին հավիկի հետ, շատ լավ ընկերներ են, նրանք լավ ընկերություն են անում, շատ ընտիր համադրություն է, էլի ես ձեռքով եմ խառնում, առանց ձեռնոցների, ասեմ, սա էլ նշեմ, եւ իհարկե ավելացնենք մեր կանաչու վրա։ Նշեմ, որ խաշելու ընթացքում հավի կրծքամիսը երբ կխաշեք, կարող եք այնտեղ որոշակի համեմունքներ ավելացնել, որպեսզի ավելի հագեցնող եւ համեղ համ ստանա հավի կրծքամիսը։ Եթե այդ պահին չեք ավելացրել, ապա ինպես այսպես մի թեթև համեմունքներով շաղախեք եւ ավելացրեք աղցանի վրա։ Հիմա մենք պետք է խնձորը կտրատենք, ես իհարկե տախտակը անպայման կփոխեմ, հակառակ կողմով կօգտագործեմ այն, այսպես, եւ խնձորը կսկսենք շերտերի վերածել, այսպես, անուշ լինի քեզ, հաճույք է ստանում այս նախաճաշից։ Կարգախոսի համապատասխան սյունած լեռների համն է եւ հոտ է, այնպես որ Այո, եւ մենք պետք է անպայման նշենք, որ շատ մեծ զամբյուղ կա պանիրների, Էլոլա ապրանքանիշը ներկայացնում է շատ պանիրի տեսականի։ Ինձ միշտ գերում է այդ բազմազանությունը, որ այսքան շատ պանիրի տեսականի, որ կարող ես յուրաքանչյուր ուտեստի համար համապատասխան պանիրը գտնել, կամ որևիցե միջոցառմանը գեղեցիկ սեղան պատրաստելու համար կարող ես այն գեղեցիկ աբսեն պանիրային պատրաստես։ Եվ կատնամթերքի մասին խոսք չկա, ես սա մի քանի անգամ եմ նշել, ուզում եմ եւս մեկ անգամ նշել եւ շատ շուտով ուզում եմ իրականացնել խոստումս, պսկաթանի մասին է խոսքը, այն շատ համեղ ուտեստ է, կատնամթերք է, պատրաստված է, ուրեմն չորաթանի հարած տարբերակն է, ես անպայման խոսք եմ տվել, որ անպայման սրանով մենք կերակուր ենք պատրաստելու շատ շուտով եւ իհարկե ես առաջարկելու եմ այս կերակուրը եւ լինի պահքի համար եւ լինի սովորական այսինքն ամեն ինչ օգտագործող մարդկանց համար։ Սրան հետո անդրադառնանք, հիմա անցնենք խնձորի ուրեմն կտրատմանը։ Այսպես ես դանակը էլի պետք է փոխեմ, ինձ դանակ է պետք, ահա, խնձորի։ Հիանալի է։ Ես քանի որ ավարտեցի իմ նախաճաշը, դու էլ կարծում եմ ավելի արդեն անցել ես կտրատման process-ին, մենք կարող ենք ունենալ դադար։ Իհարկե կարող ենք ունենալ, բայց այս նախաճաշիդ հավելումը թող լինի նաև շատ համեղ խնձորը, վիտամին, ժողովուրդ, կես ժամ, 20 րոպե սնվելուց առաջ կերեք մեկ խնձոր, սա շատ կարևոր է եւ հատկապես կանաչ խնձոր, այն իսկապես օրգանիզմը այսպես միանգամից բալանսի է բերում, էներգիա է տալիս եւ վիտամիններ, բազում վիտամիններ։ Այս պահին կլինի փոքրիկ դադար, հետո վերադառնանք ու շարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը։ Եվ այսպես, Miss Եվրոպա 2025-ին Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Շուքուրյանը հայտնվել է top 10 լավագույն տասնյակում, որը մեր ներկայացուցչի գնահատմամբ բավականին մեծ եւ արդար հաղթանակ էր։ Մարիան արժանացել է Miss Europe runner-up տիտղոսին եւ ստացել գեղեցիկ թագ։ Այս տարի ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 24 երկիր։ Եվ այս պահին մեր տաղավարում է հենց Մարիա Շուքուրյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Շատ լավ։ Ծանր չէ թագը։ Մի փոքր։ Շատ լավ, այն տպավորություններ կա, երբ որ արդեն այդ թագը կրում եք։ Տպավորությունները հիասքանչ են, չեմ կարող բառերով բացատրել, թե որքան ուրախացա, երբ ստացա այն, արժանացա, կարելի ասել։
մեծ հպարտությամբ եմ կրում եւ այդպես։ Ճաշարի է։ Ես գիտեմ, որ ոլորտում վաղուց ես եւ մրցույթները քեզ համար նոր չեն եւ այս ամբողջ ընթացքը քեզ համար նոր չի, բայց այս մեկը բացի հաղթանակից ինչով էր առանձնանում, ինչպես անցավ, ովքեր էին արժանի մրցակիցներ, որ երկրի աղջիկներն են ավելի տպավորել քեզ, դու ես ամենաշատը տպավորել բացի ժյուրիից։ Շատ լավ, ես ուզում եմ նշել, որ Miss Եվրոպա մրցույթը ինքը հիմնադրվել է 1927 թվականին եւ այն ունի պատմական նշանակություն, այն միավորում է Եվրոպայի եւ Ասիայի երկրներին եւ Գեղեցկուիները եւ եվրոպական ինքնություն եւ ասիական։ Այո, ընդգծում է մշակութային բազմազանությունը եւ միասնության, այո։ Եթե դժվար է, տվեք ես կդնեմ, խնդիր չկա։ Վերջում, դեռ իմն է։ Շատ լավ։ Ոնց մասնակցեցիք, ոնց եղավ այդ։ Բայց ես իմ հարցի պատասխանը Ես ուզում էի նշել, որ մենք բավականին բարեհամբույր հարաբերությունների մեջ էինք, կարելի է ասել, բոլոր երկրի անդամների հետ, քանի որ մեզ հայերիս շատ սիրեցին այնտեղ, ինչպես գիտեք, Լիբանանում կեսից շատը հայ են։ Եվ այդ իսկ պատճառով մենք ինչ-որ չափով զգում էինք, ես ինչ-որ չափով զգում էի ինձ ինչպես իմ երկրորդ տանը։ Երկրի մասնակիցները շատ հետաքրքրվեցին Հայաստանով եւ ես նաեւ երկրորդ մասնագիտությամբ լինելով տուր ղեկավար նրանց առաջարկեցի, որպեսզի նրանք այցելեն եւ անպայման տեսնեն մեր երկիրը։ Եվ մյուս տարի մենք սպասում ենք Իսպանիայի մասնակցին, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Ուզբեկիստանի եւ ամենահետաքրքիրը, որ մեզ հետ նաեւ ընկերացավ Թուրքիայի մասնակիցը, նա շատ հավանեց թե ինձ, թե ընդհանուր Հայաստանը եւ ասաց, որ անպայման այցելելու է, գալու է տեսնի մեր գեղեցիկ բնությունը եւ սարերը, այդպես։ Շատ ջերմ միջավայր էր տիրում այնտեղ։ Այդ հողա տեսնի, որ Արարատը մեր կողմից ավելի սիրուն է։ Այո։ Մարիա, ձեր մասնակցությունը այս մրցույթին, մի փոքր խոսենք այդ մասին, հա։ Ոնց եղավ։ Ես առաջին անգամ չեմ մասնակցում այսպիսի մրցույթի, քանի որ ես եղել եմ 3 անգամ դիտողոսագիր, 2019-ին արժանացել եմ Top Model Հայաստան reality show-ի հաղթող եմ եղել եւ արժանացել եմ Top Model Հայաստան անվանակարգին։ Երկրորդ իմ ձեռքբերումը, այսպես ասած, եղել է դրանից հետո, երբ ես արժանացա Miss Երկիր Արմենիային 2021 թվականին եւ հնարավորություն ընձեռվեց իմ երկիրը ներկայացնելու Ֆիլիպիններում միջազգային հարթակում արդեն իսկ։ Եվ դրանից հետո որոշակի ժամանակ, այսպես դադարից հետո կրկին այս տարի հնարավորություն ստացա մասնակցելու Miss Եվրոպային, որը կայացավ Բեյրութում, Լիբանանում։ Իդեպ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մենեջերին Մարիային Ղարիբյան, ով ինձ ընձեռնեց այս հնարավորությունը, որ ես մեկնեցի Բեյրութ, բացի այն, որ բացահայտեցի նոր երկիր ինձ համար, միևնույն ժամանակ ներկայացրեցի իմ գեղեցիկ երկիրը, մշակույթը, ես շատ գոհ եմ ամեն դեպքում շատ։ Իսկ թագի պատմությունը ինչպես է, այն պետք է փոխանցվի հաջորդ տարի մասնակցին, թե հավերժ քեզ հետ մնալու եւ քոնն է։ Ինքը հավատարիմ իմն է։ Okay, հրաշալի է։ Չէ։ Ես չեմ հաղթել, հաղթող երկիրը Ռուսաստանն է եղել։ Դուք լավագույն տասնյակում եք։ Ես հայտնվել եմ լավագույն տասնյակում, իդեպ ինչպես տեսնում եք, ներկայացրել եմ հայկական տարազը։ Այո, այն խորհրդանշում էր ազգային ինքնությունը, մեր պատմական տարազն է եւ այս տարազի համար էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Մարաշլյան ընկերությանը, այն շատ հավանեց ժյուրին եւ նրա շնորհիվ ստացել եմ բավականին բարձր բալեր։ Իսկ ասում եք այն շատ հավանեց ժյուրին եւ վերցրեց։ Ուզում էին։ Բայց չտվեցիք։ Բայց չտվեցի, չէ։ Դա մերն է, մեր հայկականն է։ Իսկ արդեն Ետնաբեմում ինչ է կատարվում, մեզ շատ հայտնի եւ սիրելի ֆիլմերի նման աղջիկները ինչ որ բաներ չեն կիսում, ինտրիգներ կան, չկան, ինչպես էր Ետնաբեմում իրավիճակը եւ մթնոլորտը։ Դե Ետնաբեմում սենց մրցույթներում, ինչպես գիտեք, աժիոտաժը միշտ կա, առանց դրա անպակաս է այսպիսի մրցույթները, բայց ամեն ինչ բավականին սենց
ընթացիկ ասենց հանգիստ կերպով ոնց որ գնաց, ոչ մի ինչ որ տենց արտասովոր ոչինչ չի եղել։ Նույնիսկ վերջում մեր հաղթող Ռուսաստանի մասնակիցը ինձ մոտեցավ, հաջողություն մաղթեց, ասաց, որ ես իր ֆավորիտների ցանկում եմ։ Ես էլ իրեն հաջողություն մաղթեցի եւ այդպես Մեր մաղթանքը ավելի ջերմ էր, նրանք հաղթեցին։ Այո։ Իսկ ձեզ համար ինքը հաղթող էր, իսկապես թե դուք ունեիք բացի ձեզնից, եթե չմասնակցեիք այլ ֆավորիտ։ Տեսեք, իրականում իմ ֆավորիտների ցանկում առաջնային Բուլղարիայի մասնակիցն էր, քանի որ ինքը իմ աչքերում ավելի բնական էր եւ ավելի sense շփվող էր, ինձ այդ բնականությունն է դուր գալիս, քանի որ ես ինքս էլ եմ բնական, ոչ մի ինչ որ միջամտություններ չեմ արել եւ դեռ չեմ ցանկանում անել։ Չանեք, շատ գեղեցիկ եք։ Շնորհակալ եմ շատ, կաշխատեմ այսպեսին պահպանվեմ։ Բայց ցավոք սրտի նա չհաղթեց, իսկ Ռուսաստանի մասնակիցը ինքը գեղեցիկ էր, բայց շատ միջամտություններ էր արել, որը Շատ դա, մի քիչ փորձենք բացել փակագծերը, ինչքանով որ դա հնարավոր է եւ թույլատրելի։ Արդյոք մենք գիտենք, հա, որ ցանկացած մրցանակաբաշխություններ, միջազգային մեծ, Օսկար կլինի եւ այլն, ինչ որտեղ կա նաեւ քաղաքականություն եւ ընդգծվում է դա։ Արդյոք կարելի է այս պարագայում էլ ասել, որ քաղաքականություն կա նման մրցույթներում։ Կարող եմ ասել այո, ինչ որ չափով քաղաքականությունը դեր ունի այսպիսի մրցույթներում, թե Եվրոտեսիլում, թե գեղեցկության մրցույթներում դա միանշանակ դեր խաղում է, բայց զարմանալին է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնվեցին եզրափակչում եւ հաղթեց Ռուսաստանը։ Եվ հաղթեց Ռուսաստանը։ Դե ասում եմ, ունենք ինչ ունենք, բայց ամեն դեպքում ես շատ ուրախ եմ մեր Ռուսաստանի մասնակցի համար։ Նա նաև ասաց, որ Հայաստանում էլ է եղել եւ պատրաստում է կրկին վերադառնալ Հայաստան, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Եվ քանի որ գեղեցկության ստանդարտները իրոք շատ տարբեր են բոլորիս համար, ինձ հետաքրքիր է ինչ փուլերով եք անցնում եւ ինչին են ամենաշատ ուշադրություն դարձնում, որովհետեւ վստահ եմ, որ բեմում կանգնած բոլոր աղջիկները շատ գեղեցիկ են։ Ճիշտ է, Սոնա ջան, իրականում բոլորը շատ յուրահատուկ էին։ Ամեն աղջիկ ունի իր յուրահատկությունը, տաղանդը եւ ասեմ, իրականում իրենք ուշադիր են թե դու ինչպես ես քեզ ներկայացնում, ինչպես ես ներկայացնում քո երկիրը, ինչ տաղանդներ ունես, իդեպ ես այնտեղ ելույթ ունեցա դաշնամուրով, նվագեցի Մոցարտի ռեկվիեմը։ Վաու։ Այո, ինչի համար նրանք ինձ ծափարեցին եւ ասացին, որ դու շատ տաղանդավոր ես։ Եվ բացի այդ, նաև լեզուների իմացությունն է շատ կարևոր, որովհետև անկեղծ ասած ես նկատեցի, որ աղջիկներից շատերը անգլերենի չէին տիրապետում, լավ անգլերենի։ Ես տիրապետելով հայերեն, ռուսերեն, անգլերենի, ինձ համար ավելի հեշտ էր շփումը տարբեր մասնակիցների հետ։ Փորձում ենք ինչ-որ կերպ լեզու գտնել իրար հետ։ Շատ խրախուսվում է լեզուների իմացությունը եւ ամենակարևորը բնականությունը, այսինքն ինչքան դու բնական, ջերմ, ընկերական լինես, դա գնահատվում է, ինչի համար ես շատ ուրախ եմ, որովհետեւ շատ մրցույթներ կա, ցենց կարելի ասել ինչ որ չափով ձևերի մեջ են աղջիկները, բան, ինչը մի տեսակ, չգիտեմ, իմ համար ավելի հաճելի է, երբ որ մարդու հետ կարող ես զրուցել, շփվել, ծանոթանալ նրա մշակույթին, ինչու՞ չէ, իհարկե։ Մարիա, մրցույթներ, հա, դա շատ լավ է, երբ վերադառնում ես հաղթանակով, տրամադրությամբ, ամեն ինչ լավ է։ Իսկ ինչպես եք պատկերացնում հետոն ձեր անելիքը, հա, ինչ է սպասվում ձեզ հետո, ինչ եք անելու։ Շարունակելու են մրցույթների շրջանը, թե կա կոնկրետ ուղղվածություն, որտեղ որ գնում եք արդեն դեպի այդ կողմ։ Ասեմ, ներկա պահին ինչ վերադարձել եմ, ինձ լրատվականներով գրում են, նշում են, հիշում են, ինձ շատ հաճելի է դա, քանի որ top 10-ում հայտնվելը մեծ բան է, նամանավանդ երբ ներկայանում էր 24 երկիր, այդ դեպքում top 10-ը կարելի ասել ինչ-որ չափով մեծ եւ արդար հաղթանակ էր, եւ հիմա ունեմ տարբեր առաջարկներ այլ երկրներում ներկայանալու, ունեմ Թայլանդից առաջարկ, ունեմ Չինաստանից, չէ, կներեք,
Հնդկաստանից առաջարկ, բայց ես հիմա սպասում եմ Չինաստանի առաջարկին, քանի որ Չինաստանը իմ must visit երկրներից է, որտեղ ուզում եմ այցելել, եւ ինչպես ասացի, ես համատեղում եմ իմ այսպես ասած հոբին եւ աշխատանքը, մեկնում եմ երկիր, բացահայտում եմ երկիրը եւ միևնույն ժամանակ ներկայացնում եմ իմ սիրելի պատմական Հայաստանը։ Սպասում եմ այդ հնարավորությանը, երբ լինի, ես մեծ սիրով կմեկնեմ Չինաստան եւ կրկին կներկայացնեմ իմ երկիրը։ Եվ քանի որ մասնագիտությունը շատ հետաքրքիր է վստահ եմ հեռուստադիտողներին եւ բազմիցս երևի ձեզ էլ գրում են ինչպես մոդել դառնալ, պատասխանենք այս հարցին, ինչպես դառնալ մոդել եւ ինչպես մասնակցել նման մրցույթների, ինչն է կարեւոր։ Ինչն է կարևոր մոդել դառնալու համար, սկսնակների համար, ամենաառաջինը իրենց փորձեն տարբեր ասպարեզներում, ամենահասարակ բանը դա մասնակցել տարբեր ֆոտոշարքերի, իրենք, այսպես ասեմ, ֆոտոշարքը, ֆոտոսեսիան ինքը իրանից ուղղակի ֆոտո չի ներկայացնում, եթե ֆոտոգրաֆը ինքը խելացի է, նա կարող է մոդելին ավելի հետաքրքիր կերպով բացահայտել, այսինքն ինչ-որ կերպար գտնել։ Ու երբ որ մոդելը մասնակցում է տարբեր ֆոտոշարքների, ինքն էլ է իր վրա աշխատում, կարողանում է հասկանալ, թե օրինակ իր աշխատող կողմը որն է, ինքը ինչպես կարող է։ Ոչ մի տարբերություն չկա։ Դե ու շատ բացահայտումներ ինքը իր անձի նկատմամբ կարող է բացահայտել եւ հասկանալ, թե ինչ ուղղությամբ կարող է շարունակել։ Եվ երկրորդ կարևոր հատկանիշը դա իհարկե ինքնավստահությունն է, բայց ես չեմ խոսում անիմաստ ինքնավստահության մասին, այլ բովանդակալից ինքնավստահություն, այսինքն այդ ինքնավստահության տակ թաքնված լինի փորձը, չգիտեմ, գիտելիքները, ինչ որ պատկերացումներ, գաղափար ունենա այդ ոլորտի մասին, դա էլ միանշանակ փորձի շնորհիվ է ձևակերպվում, ուղղակի ժամանակի հարց է, եթե կա ցանկություն, անհնարին ոչինչ չկա։ Այ դուք մասնակից աղջիկներին խորհուրդ եք տվել, որպեսզի գան ու տեսնեն մեր Հայաստանը։ Ունեք սիրելի վայր Հայաստանում։ Սիրելի վայր, տեսարժան վայրի նկատի ունեք։ Իհարկե ունեմ։ Որն է։ Կասկադն եմ շատ սիրում։ Մեր հրապարակն է շատ գեղեցիկ։ Ես շատ տուրիստներ ունեմ, արտասահմանից ընկերներ ունեմ, որոնք գալիս են ու մենք ամենաառաջինը սկսում ենք հրապարակից, ստանում եմ մեր հրապարակի շատրվաններն եմ ցույց տալիս, որը որ շատ տպավորիչ է նրանց համար։ Երկրորդ վայրը իհարկե մեր Կասկադն է, որը ինձ համար, չգիտեմ, ասենց յուրահատուկ կերպով եմ սիրում Կասկադը, նրա գեղեցկությունը եւ մեր օպերան միանշանակ օպերան մենք ուղակի չենք այցելում, նույնիսկ ես նրանց տանում եմ մեր օպերայի համերգների տոմս են գնում եւ նույնիսկ միջոցառումներ եւ ինչ տպավորություններ են, միշտ արձագանքները ինչպիսին են մեր երկրի մասին։ Մեր երկրի մասին բավականին դրական, բայց ես միշտ ասում եմ, որ գալուց ամառը գան, որ այդ մեր տաք ջերմ եղանակը վայելեն ամենաառաջնային։ Հա, մոռացա նաև նշեմ Սևանը, որովհետև Սևանն էլ կարելի ասել մեր փոքրիկ ծովն է։ Այո։ Տպավորությունները միշտ դրական են լինում։ Չգիտեմ, համենայն դեպս իմ տուրիստները, այսպես ասած հաճախորդներս ովքեր եղել են, այստեղ միանշանակ ասել են, որ մենք կրկին վերադառնալու ենք ձեր Հայաստանը, մի այլ տիպի է մեր սիրտը գրավել։ Եվ վերադառնալով էլի մրցույթին, ինձ հետաքրքիր է հուզմունքը բեմ բարձրանալուց առաջ վստահ եմ կա, ինչպես եք հաղթահարում։ Ոայ, հուզմունքը իրականում կար, քանի որ կա պատասխանատվություն լավ ներկայանալու, ճիշտ ներկայանալու, հուզվում ես միանշանակ, դա նորմալ է, երբ որ դա չափի մեջ է։ Իդեպ, երբ ես բարձացա բեմ, իմ երեկոյան զգեստը մի փոքր անհարմար էր, ոտքից տակ էր ընկնում եւ ես համարյա շուռ էի գալիս բեմում։ Շուռ գալուց նույնիսկ լենտաս է ընկնում, սենց մի հատ անհարմար պահ է լինում, բայց ամենակարևորը, որ իրար չպետք է խառնվես, պատահել է ոչինչ, հիմա նորմալ է, փորձեցի, լենտաս բարձրացրեցի, շորս ուղեցի եւ շարունակեցի իմ ճանապարհը, վստահ, այո, շարունակեցի եւ
լավ ներկայացա։ Շատ լավ, մաղթում ենք, որ միշտ վստահ լինեք բոլոր մրցույթներին, որտեղ դա շատ կարևոր է։ Եվ ուզում եմ, որպեսզի այդ վստահությունը եւ ձեր հաղթանակներն ընդգծեք նաեւ Իջևանի Սափոր Ռոզե գինու հետ միասին, որը ձեզ կտա հնարավորություն բոլոր հաղթանակները նշելու։ Սա ձեզ։ Շնորհակալ եմ։ Եվ գեղեցկություն։ Ես համոզված եմ, որ շատ գեղեցիկ եք նաեւ խոհանոցում։ Եվ համեր եք պատրաստում, այնպես որ Տրամոնտինա բրազիլական բրենդը ներկայացնում է խոհանոցային պարագաներ, փոքրիկ խոհանոցային պարագա, որը կարծում եմ մի փոքր ձեզ թեթևացնի ձեր հոգսը խոհանոցում։ Շատ շնորհակալ եմ, անպայման կօգտագործեմ, շատ պիտանի նվերներ էին։ Նվիրել արև բացիկները, հա, այս բացիկները, որտեղ ներառված են սիրելի ֆրազներ, սիրելի երգերից եւ բանաստեղծություններից։ Ինչպես տեսնում եք, սիրում եմ, այսպես է կոչվում այս բացիկը, իսկ այստեղ ներառված են Հայկոյի երգից Սիրում եմ քո աչքերում սերն իմ սիրուն է։ Սա նվիրում եմ ձեզ, որպեսզի կամ պահեք ձեզ, կամ նվիրեք ձեր սիրելի անձնավորությանը։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ, շատ օրիգինալ էր իրականում, ես սիրում եմ այսպիսի բաներ։ Շնորհակալություն։ Ձեզ նորանոր հաջողություններ ենք մաղթում։ Անչափ շնորհակալ եմ եւ կրկին ուզում եմ ձեզ նույնպես Սուրեն ջան, Սոնա ջան, շնորհակալություն հայտնել ինձ հրավերի համար, ուրախ էի, որ այստեղ եկա, ներկայացրեցի եւ խրախուսում եմ բոլորին, առաջարկում եմ, որ անպայման մասնակցեն այսպիսի մրցույթների, առաջնային փորձ հավաքելու համար եւ երկրորդային միանշանակ մեր Հայաստանը ներկայացնելու այլ երկրներին, մեր մշակույթով կիսվելու դա շատ կարևոր է, որովհետեւ այդպես ենք մենք առաջ գնում, մեծանում է մեր հասարակությունը, դա շատ կարևոր է։ Շնորհակալություն, դե գեղեցկուհիների մրցույթին, չգիտեմ, փորձեք մասնակցել, ես էլ կմասնակցեմ գեղեցիկների մրցույթին, այնպես որ ինձ ոգևորեց Մարիան։ Իդեպ կարող եք։ Ասեք, որ կարող եմ, շնորհակալ եմ։ Հիմա Կարճատև դադար կլինի մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստում ենք շատ համեղ աղցան, եթե կան մարդիկ, ովքեր հենց նոր են միացել մեզ, ասեմ, որ պատրաստում ենք հազարի տերևներով, հավի կրծքամսով, խնձորով, չամիչով եւ սոուսով շատ համեղ, թեթև, օգտակար աղցան։ Ես ինչ եմ արել մինչ այս պահը, հազարի տերևները կտրատված է, հավի կրծքամիսը խաշած վիճակում համեմեցինք աղով եւ սև պղպեղով եւ իհարկե տեղափոխել ենք ամանի մեջ։ Հիմա այս պահին կտրատում եմ մեր կանաչ խնձորը, հատկապես նշեմ, որ մեզ պետք է թթու խնձոր, այս պարագայում իհարկե կանաչ խնձորն է ապահովում այդ թթվաշությունը եւ իհարկե այն շատ համահունչ է մեր աղցանի հետ։ Այսպիսի փոքրիկ խորանարդերով կտրատենք եւ ավելացնենք աղցանի վրա։ Եվ իհարկե պատրաստելու ենք սոուս, սոուսը բաղկացած է լինելու մի փոքր մայոնեզից եւ թթվասերից, կիտրոնի հյութից եւ իհարկե համեմունքներից։ Այսպես։ Ասեմ, որ այս պահին օգտագործում եմ մեր գործընկերոջ առաջարկած այս հրաշալի Տրամոնտինա, ուրեմն բրազիլական բրենդի սպասքից, դանակներից, տախտակից օգտվում եմ, այն շատ հարմար է, շատ որակով, խորհուրդ եմ տալիս, որպեսզի բոլորդ էլ թեկուզ մի փոքրիկ դանակ, մի փոքրիկ պարագա խոհանոցին վերաբերվող ունենաք, փորձեք, հասկանաք, ես վստահ եմ, անմիջապես կգնաք, կհամալրեք խոհանոցային բոլոր պարագաները։ Ահա, հիմա սիրելիներս կտրատեցի խնձորը եւ այս պահին ուզում եմ մի փոքր կիտրոնով ցողեմ այն, որպեսզի չսևանա։ Գիտենք, որ բավականին շատ երկաթ է պարունակում խնձորը, անմիջապես կտրելուց հետո այն գունափոխվում է։ Իսկ որպեսզի պահպանենք այս գեղեցիկ տեսքը, մեզ պետք է ցողել կիտրոնի հյութով։ Այսպես, մի փոքր հենց տախտակի վրա կցողեմ կիտրոնի հյութով։
եւ կտեղափոխեմ իհարկե աղցանի վրա։ Մինչ սոուսը պատրաստել է, այս ընթացքում խնձորը կպահպանի իր լավ տեսքը, այսպես։ Մի փոքր էլ կարող ենք ցողել, ահա այսպես, եւ իհարկե շատ համահուն չեն այս ուրեմն մթերքները իրար հետ, այս սոուսները։ Մենք դեռ պետք է սոուս պատրաստենք թթվասերով եւ մայոնեզով, բայց դա կանենք քիչ ավելի ուշ։ Այս պահին դադար է լինելու մեր եթերում, բայց դուք մնում եք մեզ հետ։ Հետաքրքիրը դեռ առջևում է։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք տաղավար բարելույց եւս մեկ անգամ բոլորին եւ իհարկե Գարնան հետ մեկտեղ բոլորս մտածում ենք առողջ ապրելակերպի մարզվելու, իսկ հետո ամռան գալու հետ միասին արդեն լողավազանների մասին, իսկ մինչ այդ փորձենք հասկանալ մայրաքաղաքի որ հատվածում կարելի է լավ մարզվել եւ իհարկե ստանալ այդ ճիշտ արդյունքը։ Դե իհարկե Hill սպորտային համալիրում, քանի որ այստեղ ներկայացված են 73-ից ավելի խմբային մարզումներ, որոնց հերթով կարգով մեր առավոտը Hill-ում էջում անդրադառնում ենք, այնպես որ հենց հիմա կարող ենք դիտել։ Ողջույն, առավոտը Hill-ի շրջանակներում մենք նորից Hill սպորտային ակումբում ենք։ Այսօր մարզելու ենք մեր մեջքի մկանները։ Հետևեք մարզչի խորհուրդներին, շատ կարևոր է։ Վարժությունը կատարում ենք մեջքի մկանների համար, լայնակի մկանի համար։ Վերցնում ենք մի քիչ լայն, նստում ենք, սա մեր նախնական դիրքն է։ Իջացնելուց մի քիչ մարմինը տանում ենք հետ ու անպայման փչում ենք։ Հետ բարձրացնելը ավելի դանդաղ։ Կատարում ենք 12 անգամ 3 մոտեցում։ Շատ լավ է։ Մի հատ էլ իջնում է ստոպ ներքևում ու դանդաղ։ Շատ լավ է։ Կատարում ենք սղոց վարժությունը, էլի մեջքի լայնակի մկանի ստորին հատվածի համար։ Երբ որ բարձրացնում ենք, փորձում ենք ձեռքը 90 աստիճան ու ուսը մեկտեղ բարձրանում է ձեռքի հետ։ Բարձրացնելուց փորձում ենք ուսնել, բարձրացնենք վերև ու 90 աստիճան ձեռք, այսինքն արմունկը բարձրանում է այստեղ, ձեռքից մոտ։ Ահա, ուսնել։ Շատ լավ։ Շատ լավ։ Ուրեմն sit-row մարզասարքի վրա կրկին մեջքի լայնակի մկանների համար ստորին հատվածի եւ ընդհանուր մեջքի մկանները աշխատելու են սրա ժամանակ։ Ամենակարևոր սկզբունքներից մեկը ճիշտ զբաղեցնել նախնական դիրքը։ Կորպուսը պահում ենք մի քիչ առաջ, երբ որ քաշում ենք փորին, նույն ժամանակ ուսերը գալիս է հետ։ Չենք պարկելու շատ հետ, շատ առաջ չենք գալու։ Մինչև այստեղ։ Վարժությունը կատարում ենք հաղթարող ուժը ավելի արագ, զիջող ուժը ավելի դանդաղ։ Հետ բերելուց վերում ենք այնքան, որ այս առարկան ծնկից առաջ գնա։ Հիմա քաշում ենք ուսերը լավ հետ։ Մինչև փորի տակը։ Շատ լավ է։ Մենք կրկին էլի կատարում ենք մեջքի հետ կապված վարժություն, կոնկրետ սեղանարդաձև մկանի հետ կապված միջին ու ստորին հատվածների համար։ Նստում ենք, զբաղեցնում ենք նախնական դիրքը, վերցնում ենք ներքևից։ Նստատեղը մի քիչ հետ, որովայնը կպած։ Հաշում ենք հետ, ուսերը բարձրանում է վերև։ Լրիվ բացվում է առաջ։ Այս վարժության ժամանակ ամենակարևոր կոմպոնենտներից մեկը թիակները միացնել իրար, որպեսզի սեղանարդաձև մկանը լիովին աշխատի։ Երբ որ քաշում ենք, այդ ժամանակ ուսերը փորձում ենք հետ բերենք, թիակները միացնում ենք իրար։ Շատ լավ է։
զգում ենք այս հատվածը։ Շատ լավ է։ Մեջքի մկանները եզրափակիչ վարժությունը գրավիտրոնի վրա կանենք, որ ընդհանուր մեջքի մկանները աշխատեն։ Բռնվածքը այս անգամ կարող ենք այս դիրքով վերցնենք, ծնկները դնում ենք, իջնում ենք, նախնական դիրքը զբաղեցնում ենք, մարմինը պահում ենք փոքրինչ հետ, ոտքերը կարող ենք ծալել։ Երբ որ մենք բարձրանում ենք, մարմինը էլի փորձում ենք մի քիչ տանենք հետ։ Այս է։ Դեպի կրծքավանդակի մոտ։ Բերում ենք, ֆիքսում ենք, դանդաղ իջեցնում ենք։ Բարձրանալուց մարմինը փոքրինչ հետ։ Ահա։ Անպայման չենք մոռանում փչելու մասին։ Ինտենսիվ մարզումները շատ կարևոր են։ Փորձեք դասակարգել մարզման օրերը, հետևել մարզչի խորհրդին եւ միանշանակ կստանաք ճիշտ արդյունքը։ Շարունակեք հետևել մեզ։ Այո, պետք է մարզվել, հետևել առողջությանը եւ նաեւ ուշադրություն դարձնել սնունդին, սա նույնպես շատ կարեւոր է, իսկ մենք եւ մեկին եւ մյուսին հատուկ մոտեցում ունենք, իսկ հիմա արդեն անցնենք խոհանոց։ Այո, սիրելի Ադրինե, տեսնենք թե որ փուլում ես հիմա։ Շնորհակալ եմ սիրելիներս, եւս մեկ անգամ բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, այսօրվա աղցանը շատ օգտակար եւ վիտամիններով հարուստ աղցան է, այստեղ կա հազարի տերևներ, հավի կրծքամիս, թթու խնձոր, կանաչ տարբերակը եւ պետք է այստեղ ավելացնենք չամիչ ու պետք է ավելացնենք այս սոուսը, որի մասին շատ խոսեցի, այն պետք է պատրաստենք մայոնեզից եւ թթվասերից, թթվասերը իհարկե օգտագործելու ենք էլոլա ապրանքանիշի ամենահամեղ թթվասերը, ասեմ, որ էլոլա ապրանքանիշը ունի բազմապիսի կատնամթերքի տեսականի եւ հատկապես պանիրների լայն տեսականի բազմապիսի պանիրներ, որոնք կգտնեք ձեր ճաշակին համապատասխան եւ ասեմ, որ այս համեղ պանիրները նաեւ վաճառվում են Լոս Անջելեսի հայկական խանութներում, մեր հայրենակիցները շատ հանգիստ կարող են այն ձեռք բերել իրենց սիրելի հայկական խանութներից եւ կարոտը առնեն հայրենիքի եւ իհարկե այն համեղ հալած յուղը, որը մշտապես ես տաք ուտեստների մեջ օգտագործում եմ եւ իհարկե պսկաթանը, որի մասին շատ խոսել եմ, բայց դեռ չենք հասցրել նրանով ինչ որ բան պատրաստել, բայց հաստատ պատրաստելու ենք եւ այսպես այստեղ ունենք թթվասեր եւ մայոնեզ, պետք է ավելացնենք նաեւ կիտրոնի հյութ, ինչպես ասել եմ, որ պետք է սոուսը նաեւ շաղախենք, անկախ նրանից որ խնձորը շաղախված է կիտրոնի հյութով, մենք պետք է էլի կիտրոն ավելացնենք այստեղ։ Ես հուսով եմ, որ այս աղցանը քեզ շատ պետք է դուր գա, Սուրեն ջան։ Եվ իհարկե ինձ թվում է քո նման մարզվող մարդկանց համար հավի կրծքամիս հատկապես չէ։ Այո, բոլոր են բաղադրիչներն են։ Այո, կանաչ խնձոր։ Այո, համամիտ եմ, որոնք շատ Նաև ուզում եմ նշել էլի կարևորի մասին, որ այս համեղ ուտեստը էլ ավելի համեղ է դարձնելու այն կոմպոտները, որոնք ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, հրաշալի տեսականի կոմպոտների, պահածոների, գինիների, որոնք հաստատ կզարդարեն սեղանն արդեն, երբ որ հավաքվածն են սեղանի շուրջ ընտանիքի բոլոր անդամները։ Մենք էլ եթերից հետո բնականաբար հավաքելու ենք սեղանի շուրջ ու ճաշակենք այն համեղությունը, որ պատրաստել է Ադրինեն, եւ նաև այն ջերմության մասին խոսենք, որն այս պահին արդեն երևանյան հրաշալի տրամադրության մեջ կա, արևի մասին է խոսքը, իսկ արևային համակարգերը առաջարկում է Solar Center ընկերությունը, առաջարկելով 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, իսկ եթե ցանկանում եք առաջին 3 ամիսները վճարում է հենց ինքը Solar Center-ը։ Ի դեպ հիշեք ամենակարևորի մասին, մեր հաղորդման ընթացքում զանգարեք 8106 կարճեռախոսահամարին եւ ստացեք հավելյալ 5%, որը ել ավելի կթեթևացնի այն ծախսերը, որոնք նախատեսվում են արևային համակարգերի համար։ Այո, Solar Center-ի ջերմությունը բոլորիս համար շատ կարևոր է, լուսավորությունը, եւ ես գիտեմ, թե ինչքան կարևոր է հատկապես տնային տնտեսուհիների համար եւ նաեւ տնային տնտեսների համար, ովքեր աշխատում են նաեւ խոհանոցում պատրաստելու ընթացքում, ինչքան կարևոր է, երբ որ այդ պարագաները լինում են շատ ճիշտ ընտրված, ինչն էլ առաջարկում է Tramontina, բրազիլական բրենդը, որը ներկայանալով արդեն Հայաստանում ներկայացնում է լայն տեսականի կաթսաներ, թավաներ, տախտակներ, մի խոսքով այն ամենը ինչ պետք է, եւ հատուկ մատնանշենք, որ դանակները հատուկ նյութով են պատված, որոնք չեն վերցնում իրենց վրա թունավոր բակտերիաները եւ իհարկե շատ
Այո, շատ կարևոր օգտագործման մեջ։ Եվ հատկապես նշենք, որ այս արանքներում, որը մշտապես խոհանոցում տնային տնտեսությունները ինչու ոչ ունեն այս խնդիրը, որպեսզի մաքուր պահեն, այո, այդ միկրոբները, այդ բակտերիաները չեն հավաքվում այս անկյուններում եւ շատ հեշտ է խնամել նրանց եւ այնուհետեւ մշտապես մաքուր օգտագործել։ Եվ հրաշալի այս բոլոր պարագաները, որը հենց հիմա ես ինքս աղցանը խառնելու համար կօգտագործեմ, այն կարող ենք եւ խառնելու տարբերակով եւ սեղանին մատուցելիս ուրեմն օգտագործել, այո, շատ հարմարավետ, նույնիսկ այստեղ կարելի է դարակում շատ հանգիստ պահել, որովհետև հագնում են միմյանց, այսպիսի, ասես կողպեք լինի, հագնում են եւ շատ հանգիստ դարակում կարող ես պահել այն։ Շատ հարմարավետ, շատ պետքական, այսպես ասած։ Եվ իհարկե նշեմ, որ սոուսը պատրաստեցինք թթվասերով, մայոնեզով, այստեղ ավելացրեցի մի քանի համեմունք։ Աղ, սև եւ կարմիր պղպեղ եւ մի փոքր սումաղ։ Հիմա ժամանակն է այն, ուրեմն լցնենք մեր աղցանի վրա եւ չմոռանանք չամիչի մասին։ Այստեղ հատկապես գլխավոր, այսպես ասած, բաղադրիչը լինելու է հենց չամիչը։ Այսպես։ Գլխավոր բաղադրիչը չամիչը, շատ լավ ստացվեց։ Այսպես։ Սոուս ավելացնում ենք, խառնում եւ արդեն ամեն ինչ պատրաստ է։ Այո, պատրաստ է մատուցման համար։ Այսպես։ Ինձ թվում է հատկապես ցերեկվա ժամին այս աղցանը ճաշակելը շատ տեղին կլինի, բայց նաև ես չեմ, այո, օրվա ընթացքում եւ ինչու ոչ ընթրիքի փոխարեն, ծանր ընթրիքի փոխարեն կարելի է նաև օգտագործել հենց այս աղցանը, ինչու ոչ։ Այսպես։ Իհարկե շատ զգուշությամբ փորձեմ խառնել այն եւ մատուցենք։ Դե մատուցումն էլ արդեն ծրագրի հաջորդ բաժնում այս պահին փոքրիկ դադար կլինի մեր եթերում, հետո տաղավարում կողջունենք մեր հյուրին, խոսենք հետաքրքիր մասին, գեղեցիկի մասին եւ ընդհանրապես աշխարհի ընկալման մասին, հետո արդեն կվերադառնանք ճաշակենք աղցան եւ հրաժեշտ կտանք ձեզ։ Այո, երևույթների մասին։ Մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ինչպես ասել է Նելսոն Մանդելան, կրթությունը այն հզոր զենքն է, որով դու կարող ես փոխել աշխարհը։ Ինչպես արդեն հասկացաք, տեղափոխվում ենք կրթական ոլորտ եւ խոսելու ենք այն կարևորի մասին, որը բոլորիս կյանքը կարող է փոխել։ Եվ այսօր տաղավարում մեր հյուրերն են Վարդանանք կրթահամալիրի տնօրեն Շուշան Զաքարյանը, Տարական դպրոցի համակարգող փոխտնօրեն Մարինե Մանուկյանը եւ Հայոց լեզվի գրականության ուսուցիչ Վարդուհի Մուրադյանը։ Բարի առավոտ։ Խոսենք։ Հրաշալի։ Ինչ լավ է։ Մի փոքր խոսենք հենց Վարդանանք կրթահամալիրի մասին։ Վարդանանք կրթահամալիրը հիմնադրել է մայրս Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Գայանե Սողոմոնյանը 2009 թվականից եւ մինչ այսօր իրականացնում ենք տարական, հիմնական եւ ավագ դպրոցի կրթություն, միջնակարգ կրթություն ենք իրականացնում, ապահովելով տարբեր հետաքրքիր ծրագրեր, կրթական ծրագրեր, ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող հնարավորինս փորձում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա բազմակողմանի զարգանալու, ձևավորում ենք բանիմաց շրջանավարտների եւ որ ամենակարևորն է ազգային արժեհամակարգը պահող շրջանավարտների։ Փորձում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշակերտները հնարավորություն կունենան անընդհատ զարգանալու, կրթվելու, ուսուցիչները հնարավորություն կունենալ ինքնակրթվելու, որպեսզի կարողանան հաջողությամբ կատարել սովորեցնողի իրենց առաքելությունը։ Հիանալի է։ Ինչպիսի սերունդ ունենք։ Հրաշալի սերունդ ունենք։ Համաձայն եմ շատ։ Իսկապես հրաշալի սերունդ ունենք, շատ ստեղծարար, մտքի լայն թռիչքով, անսպասելի, անկանխատեսելի ու շատ հետաքրքիր։ Հարցերն են շատ, չէ՞ երևի։ Հարցերը շատ են բազմակողմանի եւ ցանկացած ուսուցիչ ամեն օր պիտի պատրաստ լինի այդ հարցերին պատասխանելու, որովհետեւ այսօր աշակերտները շատ բանիմաց են, քաջատեղյակ են, տեղեկացված են եւ այսօր ուսուցիչը գիտելիքի միակ աղբյուրը չէ։ Եվ դու աշակերտին համընթաց պիտի զարգանաս, պիտի ինքնակրթվես, որովհետեւ դու պիտի պատրաստ լինես պատասխանել նրա բոլոր հարցերին։ Եվ այստեղ պիտի սերունդների բախումը եւ հայացքների բախումը շատ աննկատ լինի, որովհետեւ դու հետաքրքիր ես այնքան ժամանակ, քանի դեռ փորձում ես մտածել իրենց պես կամ հասկանում ես իրենց։
քանի դեռ ժամանակի մեջ ես։ Այո, որովհետև դա հաջողության գրավականն է։ Երեխաների հետ աշխատելը շատ դժվար է, առավել եւս տարական, հա, որովհետեւ այստեղ արդեն երեխաները շատ պարզ են եւ շատ ազնիվ են, եթե ինչ-որ բան իրենց դուր չի գալիս, իրենք փորձում են դա միանգամից ասել ու հետո առարկան միշտ սիրում են, երբ որ սիրում են դասատուին, ես իմ փորձից եմ դա ասում։ Պիտի խնդրեմ մի քիչ խոսենք այս մասին։ Շատ ճիշտ է, միանշանակ ճիշտ շեշտադրում էր, այո, երեխան դպրոցը սիրում է ուսուցչով, իսկ ուսուցիչը պետք է լինի կատարյալ, որպեսզի կարողանա այդ հաղորդակցումը սովորողի եւ ուսուցչի միջև հնարավորինս ճիշտ կազմակերպել, հիմքում դնելով սոցիալ հուզական ուսումնառությունը։ Այսինքն Վարդանան կրթահամալիրում կարևորում ենք սա, տրամադրության դպրոց է Վարդանան կրթահամալիրը եւ ինչպես ասաց իմ գործընկերը, այսօր մանկավարժական խոսույթում շատ շրջանառվում է 21-րդ դարի հմտություններ եզրույթը եւ Վարդանան կրթահամալիրում այս տարական դասարաններից մենք սերմանում ենք այնպիսի հմտություններ, որոնք այսօր պետք են ուսումնառության հետագա տարիներին եւ պետք է նաեւ ամբողջ կյանքում։ Քանի որ կրթությունը առաջանցիկ է։ Այսօր կրթում ենք, դասյարակում ենք եւ այս պտուղները երեխան քաղում է նաեւ իր կյանքում։ Ինչպիսի հմտություններ են։ Այ ասացիք, լսում են, փնտրում են, որոնում են, հաղորդակցվում են, համակարգչային հմտություններ են ձեռք բերում, տեսեք լավատեսորեն են մոտենում ամեն հարցի, թվում է թե լավատեսությունը շատ պարզ բառ է իր բառի իմաստով, բայց երբ երեխան լավատեսորեն է տրամադրված իր ուսումնառության գործընթացի կազմակերպիչներին, ինքնին իր ուսումնառությանը, սա ենթադրում է, որ ինքը կարողանում է ցանկացած դժվար իրավիճակում արագ դուրս գալ, այդ ընկճախտի մեջ չընկնել, կարողանում է ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվել, կարողանում է ինքնամոտիվացվել եւ աշխատանքը եւ իր այդ պարտականությունները դառնում են հաճելի։ Այսինքն մենք մի պարզ ձևակերպման ասեմ, տարական դպրոցում երեխաները գալիս են դպրոց, մեր խնդիրն է, որ գան դպրոց ուրախ, դպրոցից գնան ուրախ, հաջորդ օրը նորից մեզ տեսնելու, մեզ բարևելու, մեզ ժպտալու եւ անպայման նորի ակնկալիքով, նորի սպասումով։ Սա է ամբողջ գաղափարախոսությունը, անկեղծ ասած, որ ընկած է տարական դպրոցի այս հայցակարգային դրույթների հիմքում։ Մենք այս գաղափարախոսությամբ ենք առաջարժվում։ Իսկ լավ մանկավարժ լինելու առանցքում ի՞նչն է։ Հետո աշակերտի մասին եմ հարցնելու։ Սկսենք մանկավարժից։ Սերը դեպի աշակերտ։ Սերը դեպի աշխատանք, սերը դեպի աշակերտ, սերը դեպի հայրենիք, սերը դեպի լեզու։ Սերը այնպիսի բան է, որ չպիտի խոսես դրա մասին։ Դա ինքն իրեն երևում է, ու աշակերտը դա շատ լավ տեսնում է, զգում է։ Իրենք շատ խորամիտ են, իրենք շատ հետաքրքիր են, իրենք շատ արագ զգում են, որսում են։ Սիրում ես աշխատանքը, սիրում ես իրեն։ Ու այո, մեր օրերում, երբ որ այսպես ինֆորմացիայի տեղեկույթի մեծ հոսք կա, դու պիտի դառնաս այն կամուրջը, այն սոսինձը, հանուն որի երեխան ուզենա գա դպրոց։ Ոչ թե գիտելիք ստանալու է, երբեմն իրենք մեզնից շատ բան գիտեն, տարբեր աղբյուրներից գիտեն, ու մենք էլ ենք սովորում իրենցից։ Այսօր մենք շատ բան ենք իրենցից սովորում։ Պարզապես կարծում եմ մենք պիտի լինենք այն սոսինձը, նորից կրկնեմ բառը, հանուն որի ինքը պիտի ուզենա դպրոց գալ։ Այ մոտիվացիան շատ կարևոր է։ Այո, իհարկե։ Բայց լավ աշակերտի մասին էլ խոսենք, ով է լավ աշակերտը։ Այն շարունակեմ նաև միտքը, ով է լավ ուսուցիչը։ Ուրեմն լավ ուսուցիչը այն մարդն է, որը գիրք կարդալուց զատ, գիտելիքներ կրելուց զատ պետք է լինի ընկերը աշակերտի։ Պիտի հասկանա նրան, հա, պիտի կարողանա ուսումնառությունը կազմակերպել նրա կարիքների հաշվառմամբ։ Երեխան կարողանում է, որքան է կարողանում, ինչ չափով է կարողանում։ Այն ինքնամոտիվացիայի եւ մոտիվացիայի մասին ենք խոսում։ Երեխան ցանկանում է եւ այո, աստիճանաբար իր ներուժը սկսում է բացահայտել, բայց ուսուցիչը պիտի տանի նրան այդ ուղիով։ Սա է մեր օրյա ուսուցչի պահանջը։ Իսկ աշակերտը շարունակենք գուցե լավ աշակերտը ամեն ինչում ուսուցչի հետ չհամաձայնող աշակերտն է։ Կարող է տարօրինակ հնչի, բայց ես սիրում եմ ինքնատիպությունը աշակերտի ու միշտ իրենց ասում եմ, եթե դուք կարողանաք ինձ հակառակում համոզել, կեցեք դուք։ Ուրեմն ես հաղթել եմ։ Լավագույն աշակերտը լավ արժեհամակարգ կրող հայն է։ Այսօրվա լավ աշակերտը մեր վաղվա լավ ապագան է։ Կունենանք այսօր լավ աշակերտ,
հայեցի դաստիարակություն ստացած, ընտանիքում ճիշտ արժեհամակարգով ձևավորված դաստիարակված երեխա, մենք կունենանք հայրենիքի հրաշալի տեսլականը, որտեղ երկիր կառուցող եւ պահողը նրանք են։ Բնականաբար։ Ես հիշում եմ, ես եկում էր փիլիսոփայության դասատուն, ասում էր, որ ես չեմ սիրում, երբ ուսանողը լուր նստած լսում է։ Այո, այդ որևէ ուսուցիչ չի սիրում։ Այո, վիճեք թեմայի շուրջ եւ ասեք, որ դուք համաձայն չեք եւ բերեք ձեր տեսակետը։ Բնականաբար։ Լիարժեք համաձայն եմ ձեր դասախոսի հետ, որովհետեւ իսկապես, երբ որ որևէ այսպես մտնում ես դասարան, ուզում ես աշխուժություն, կենթանություն, ուզում ես որ քեզ չհակաճառեն, բանավիճեն, քեզ հետ ընդդիմանան, այո, եւ երբեմն ես եմ տալիս այդ ալիքը, մենք ենք տալիս այդ ալիքը, փորձում ենք ստեղծել այդ բանավիճելու ունակությունը եւ մթնոլորտը ստեղծել, որ երեխան այո սահմանափակ եւ քառակուսի մտածողություն չունենա։ Փորձեն հենց մտածեն ու խորհեն ինձ թեմայի շուրջ տվյալ։ Իհարկե, եւ որպես կանոն, երբ որ դպրոցում շատ հաճախ ենք կազմակերպում հանդիպումներ, հա, որևէ գրքի շուրջ քննարկում, որևէ ինչ որ իրողության հա, շրջանակում քննարկում, հա, երևույթի քննարկում, մենք բոլորս այսպես, երբ որ մանկավարժներով սկսում ենք դիտարկել աշակերտներին, միշտ առանձնացնում ենք այն աշակերտին, ով ունի իր կարծիքը, թեկուզ եւ այդ կարծիքը չի համապատասխանում մեր կարծիքի հետ, հա, բայց մենք հարգում ենք աշակերտին եւ որպես կանոն միշտ մեզ համար շատ հետաքրքիր է այդ աշակերտը, ով կարող է ինքնուրույն որևէ տեսակետի շուրջ իր կարծիքը արտահայտել։ Ձեր ասացին հավելում անեմ, քանի որ այն սովետական շրջանում, հա, երեխան դա ուղղակի աշակերտը ով պիտի գար դպրոց լուր սովորեր ու գնար, բայց այսօր փոքր երեխան նույնիսկ առաջին դասանի անհատականություն է, որտեղ արդեն ձևավորված մտածողություն ունի այս ինֆորմացիայի դարաշրջանում եւ պետք է նաեւ ինչ որտեղ հաշվի նստել նրա կարծիքի հետ։ Իրենք էլ շատ համարձակ են։ Իրենք էլ համարձակ են արտահայտում իրենց կարծիքը։ Եթե ինչ որ բանի հետ համաձայն չեն, այնուամենայնիվ ասում են այդ մասին։ Մենք տան ունենք դպրոցական, ես դա կարող եմ փաստել։ Ես հիշում եմ, որ ճիշտ է, մեր ժամանակ 12-ամյա չէր քննությունը, բայց ինձ համար առաջին դասարանի իմ ուսուցիչը ու հետո մյուս ուսուցիչները, ես առաջին դասարանի ուսուցիչին միշտ առանձնացրել եմ, որովհետև ինձ համար առաջինը նա էր, որ այդ կերպարը ստեղծվեց ու մնաց իմ սրտի մեջ, եւ ես միշտ շնորհակալ եմ նրան։ Ես էլ եմ այդպես։ Ես հիմա օրինակ շատերը կարող են եթերից ճանաչել ինձ որպես առաջին ուսուցչուհի, որովհետև իմ մանկավարժական պատմությունը կերտել եմ հենց դասվարի աշխատանքից, ես աշխատել եմ տարրական դասարանների ուսուցիչ, երկարուձիգ տարիներ, մանկավարժական փորձառություն, բայց միշտ հպարտանում եմ իմ այդ կոչումով, որ ես եղել եմ շատերի առաջին ուսուցչուհի։ Այո, ես միշտ ասում եմ այդ մասին, որ շատ կարևոր է, որովհետև աշակերտի, հա, երեխայի սերը դեպի դպրոցը հենց առաջին դասարանի ուսուցչից է գալիս։ Այն ուսուցչից, որը չի պատրաստվում նրան շատ արագ սովորեցնել։ Այն ուսուցչից, որը կարողանում է ճիշտ կազմակերպել հարմարման այդ գործընթացը, որը փորձում է ճանաչել իր աշակերտին, ինչպես Սոկրատեսն է ասում, ճանաչիր ինքդ քեզ, պիտի ճանաչենք աշակերտին բազմակողմանիորեն, որպեսզի կարողանանք նրա ուսումնառությունը կազմակերպել գրագետ եւ մոտիվացված, ինչպես ես ասացի։ Եվ այն ուսուցիչը Տիկին Մանուկյան, ով սպիտակ մաքուր էջի վրա սկսում է գրել։ Ամենաճիշտ եւ ամենամնայուն ձեռագիրն է, որովհետեւ այո, իմ ուսուցիչներին բազմիցս ասում եմ, որ գիտեք, երբ աշակերտը դուրս է գալիս դասարանից, հաստատ չի ասում, թե վայ, այսօր սա սովորեցի, ասում է, ես ինչ արեցի դասի ժամանակ, որքանով ներգրավվեցի այս աշխատանքում, որքանով երեխան ուսուցիչը կարողացավ նրան пассив կրավորական վիճակից դարձնել ակտիվ, իր սեփական կրթությունը կերտողի դերում տեսնել, ստանձնել նրան ակտիվություն, ներգրավվածություն եւ դուրս եկալ ասում է ինչ լավ դաս էր այսօր, որովհետեւ ինքը գործ է արել։ Այսինքն Վարդանան կրթահամալիրում այս տարական դասարաններից ավելի շատ կարևորում են գործողության դպրոցը, հմտությունների ձևավորման դպրոցը, իհարկե գիտելիքը հիմնարար տեղն ունի եւ միջնորդավորված է։ Գիտելիքը օգտագործում ենք ընդհանրապես միջոց այս բոլոր հմտությունները ձևավորելու համար։ Իսկ ինչ մարտահրավերների եք բախվում, որովհետև կրթական ոլորտում այսօր բոլորս էլ գիտենք ինչքան շատ մեծ բացեր կան եւ հետաքրքիր է դասագրքերի մասին ձեր մասնագիտական կարծիքը, որովհետև բազմիցս քննարկվել են, բողոքները շատ են, կան դասագրքեր, կան տարիքային շեմեր, որոնք կնշեք, որ կուզեիք այդ դասագրքերը փոխվեին, որովհետև դուք որպես մասնագետ գտնում եք, որ այլ դասագրքերով ավելի շատ մեծ ձեռքբերում կունենան երեխաները։ Ես ավելի շատ կնշեմ բոլոր այն դասագրքերը, որոնք հաջողված են։
Եկեք լավի մասին Եկեք, խոսենք, որովհետև եթե ուզենք վատը փնտրել, ամենտեղ կգտնենք այդ վատը։ Իսկ ինչու չխոսենք հենց հաջողված, չէ, առհասարակ մեր հասարակության մեջ կա, չէ, ավելի շատ մատնացույց անել վատը, չէ։ Եկեք խոսենք նաև լավերի մասին։ Ինչու ոչ մենք ունենք շատ հաջողված դասագրքեր, նոր դասագրքեր կան նաև, որ այո, կան խնդիրներ, բայց հիմնականում այն դասագրքերը, որոնցով օրինակ ես ինքս աշխատում եմ, շատ հաջողված, շատ գեղեցիկ, շատ գունազարդ դասագրքեր են, գրավիչ են, այո, նաև այո, տեխնիկական այդ զինումն էլ շատ հետաքրքիր է QR կոդերով աշխատում են, եթե օգտագործել հեռախոսը, ապա օգտագործել նպատակային եւ օգտագործել դրա լավ առումով, ստանալ այն ամեն ինչը կարող է տալ։ Ունենք հաջողված դասագրքեր։ Եվ գիտեք ինչն է ամենաոգևորիչը կարծում եմ այսօր աշակերտի համար, մենք երբ սովորել ենք դպրոցում, մենք չենք ունեցել հնարավորություն հանդիպում ունենալու մեր դասագիրքը գրող հեղինակներից որևէ մեկի հետ։ Իսկ այսօր մենք ունենում ենք այդ հնարավորությունը, որպեսզի մեր աշակերտին եւ գրքի հեղինակին հանդիպացնենք մի հարթակում, ինչու ոչ քննարկենք գիրքը եւ հեղինակների համար էլ շատ կարեւոր է լսել աշակերտի կարծիքը իր գրքի մասին եւ որոշակի բաներ փոխել վերահրատարակելիս, հա։ Սա էլ է տալիս նաեւ շատ մեծ հնարավորություն եւ մեր գործընկերը Տիկին Մանուկյանը նույնպես տարական դպրոցում գրքի հեղինակ է եւ իր գրքով դպրոցներում այսօր իհարկե անցնում են մայրենի, այ կարծում եմ Տիկին Մանուկյանը ավելի ճիշտ երևի մի փոքր նաև կներկայացնի այդ գործընթացը։ Պարզությունն է ամենակարևորը, հա։ Այո, ես մայրենի երկրորդ դասագրքի համահեղինակ եմ, ինձ հետ աշխատել է նաև Արնաուտյան Անահիտը, Տիկին մանկարժական գիտությունների տեխնացուներ ենք, երկուսս էլ դոցենտ դասավանդում է նաև Բրյուսովի անվան այդ համալսարանում եւ լինելով ակունքներում, երկուսս էլ տարական կրթության ակունքներում, ստեղծեցինք մի դասագիրք, որի կիրարկման արդյունավետությունը կարծում եմ հենց ուսուցչի վերաբերմունքը պետք է լինի եւ սովորողի վերաբերմունքը, որովհետեւ գիրքը բացառապես աշակերտի համար է։ Երեխան պետք է սիրով բացի դասագիրքը եւ ցանկանա տեսնել այնտեղ ինչ կա գրված, մաչելի տեքստեր են պետք զետեղել դասագրքերում եւ ամենօրյա իմ շփումը աշակերտի հետ, վարդանակցու հետ, այս շրջանակում այս համատեքստում է սիրով են բացում դասագիրքը, բավականին ստեղծարարությանն է ավելի միտված դասագիրքը, գիտենք, որ այսօր հետաքրքրություն, սովորական գաղափարներ հետաքրքրություն այլևս չեն ներկայացնում, դասագիրքը պիտի հնարավորություն տա սովորողին լինել օրիգինալ եւ այնպիսի առաջադրանքներ, այնպիսի մարտահրավերներ նետի սովորողին, որ կարողանա հնարավորինս բացահայտել այդ նրա ներուժը, լինել ստեղծարար։ Կարծում եմ դասագիրքը այս առումով հաջողված է։ Մի դիտարկում էլ եթե կարելի այս առումով շատ կարևոր է որ դասագրքի ստեղծմանը մասնակցում է գործող ուսուցիչը, աշխատող ուսուցիչը, որտեղ տարիների վեր մեր խնդիրը հավանաբար հենց դա է եղել, որ գրել են մարդիկ, ովքեր դպրոց չեն մտել, դասարան չեն հավաքել, դասաժամ չեն պարապել, ովքեր չեն հասկացել ինչ է ուզում աշակերտը։ Իսկ երբ որ արդեն մեր օրերում դասագրքերի համահեղինակները, նաև ուսուցիչներ են, աշխատանքային խմբումներ գրաված են ուսուցիչները, սա իսկապես շատ կարևոր է եւ շատ արդյունավետ։ Ի վերջո, ինչ հարցերով են գալիս առաջին դասարան եւ ինչ հարցերով են գնում արդեն 12-րդ դասարանից։ Առաջին դասարան հաստատ գալիս են ոչ այն ակնկալիքով, որ մենք եկել ենք սովորելու։ Շատ էլ ասում են։ Մենք եկել ենք, որ սովորենք, մենք եկել ենք, որ սա իմանանք, չէ, իրենք ուսումնական խնդիր դեռևս չեն հետապնդում, բայց ավելի շատ նրանք գալիս են, որովհետեւ նոր է, որովհետեւ մանկապարտեզում չեն քնելու, որովհետեւ այլևս հա, այսպես իրենք մեծ են, պայուսակով են գալիս, դեռևս այս շրջանակում է շփումը։ Եսի ձևավորում։ Այո, իրենց ավելի ինքնահաստատվելու, նոր միջավայրում դրսևորելու, դրա համար մենք սա չենք կոտրում եւ արագ նրանց խաղից էլ չենք կտրում, քանի որ նրանք գալիս են մի միջավայրից, որտեղ առաջատարը խաղային գործունեությունն է, մենք շարունակում ենք նույն ոգով խաղային գործունեությամբ աստիճանաբար ուսումնական գործունեությունը շաղախելով խաղայինին, բայց խաղայինը պայելով մինչև ավարտ։ Այսօր էլ մենք խաղանք, ձևավորում ենք շրջանավարտ։ Այո, այստեղ միջնակարգ կրթության ավարտին անգամ հիմնական դպրոցում խաղը մեզ չի լքում։ Դրան կարող են լինել տարբեր բնույթի, տարբեր տարիքային առանձնահատկություններին համապատասխան, բայց մենք խաղում ենք եւ խաղալով սովորում ենք։ Դա շատ կարևոր է, որտեղ իրենք այդ աշխուժության մեջ երբեմն վերցնում են ավելին, քան պատկերացնում են։
որովհետև խաղը իսկապես կոնկրետ ինձ համար էլ խաղը ուսուցման լավագույն մեթոդներից մեկն է։ Եվ եւս մի կարևոր խնդիր, հա, մենք միշտ սովոր ենք, եթե ինչ-որ բան են պես չի լինում, մեղադրել ուսուցչին, բայց այստեղ նաեւ ծնողի ֆակտորը շատ կա։ Ուսուցիչ եւ ծնող պետք է իրար օգնելով երեխային տանեն այդ աստիճաններով բարձրացնեն։ Խոսենք նաեւ մի քիչ ծնողների ներգրավվածության մասին երեխաների ուսման process-ում։ Եթե մենք ուզում ենք ձևավորել առողջ շրջանավարտ, առողջ աշակերտ, պիտի լինի դպրոց եւ ծնող ներդաշնակ համագործակցություն։ Եթե անհնար են չլինեն ընթացիկ խնդիրներ, մշտապես ենք ունենում, որովհետև մենք տարբեր փուլեր ենք ապրում աշակերտի զարգացման, դեռահասության տարիք, երիտասարդության տարիք, հա, եւ այս ընթացքում եթե արկա խնդիրները կարողանում ենք ներդաշնակ դաշտում համագործակցելով ծնողների հետ լուծել, մենք արդյունքում ունենում ենք առողջ սերունդ եւ մենք մեր կապը Վարդանանք կրթահամալիրում ծնողական համայնքի հետ շատ սերտ է, շատ ջերմ է, որտեվ Աստծուն փառք, այսպես ասեմ, ունենք լավ ծնողական համայնք եւ տարբեր կրթական եւ առհասարակ տարբեր հետաքրքիր միջոցառումների շրջանակում մենք ակտիվ համագործակցում ենք մեր ծնողական համայնքի հետ։ Իսկ արդյունքում շահում է աշակերտը, բնականաբար։ Նշեմ, որ Վարդանանք կրթահամալիրում օրինակ մենք իրականացնում ենք անհատական ծնողական ժողովներ եւ այս տարի նոր մոդել ենք ներմուծել, նոր ձևաչափ, հաշվի առնելով էլի սոցիալ հուզական ուսումնառությունը, երեխան եւս մասնակցում է ծնողական ժողովին։ Այսինքն ծնողը միջնորդավորված չի գնում տուն եւ ասում, թե ինչ էր ասում ուսուցիչը իր մասին։ Ինքը անմիջականորեն լսում է, հա, մասնակցում է այդ խոսակցությանը, ինչ վերջնարդյունքներ է ապահովել, ինչ դժվարություններ է ունեցել, ինչ ձեռքբերումներ է ունեցել եւ ուրախ զվարթ գնում են տուն։ Կարծում եմ, որ այստեղ շատ ավելի արդյունավետ է այս ձևաչափը աշխատում, որովհետեւ շատ ժամանակ ծնողի հետ համագործակցության արդյունքում ոչ ճիշտ տեղեկատվություն է գնում տուն։ Եթե ունի մի երկու բան ավելացնելու, ասում է, այ գիտես, դու որ հեռախոսի մեջ շատ է լինում, այ ուսուցիչը այսպես ասաց, բայց ուսուցիչը այդպես չէր ասել, հա։ Եվ երեխան տեսակ տրամադրված է գալիս հաջորդ օրը։ Դրա համար մենք որոշեցինք, որ վկա ինքը լինի որպես ակտիվ մասնակից այս ամեն ինչին եւ հաջորդ օրը իրենք շատ ուրախ տրամադրությամբ եկան, որտեղ ծնողական ժողովի ակտիվ մասնակիցներ են եղել։ Այսպես է մեր համագործակցությունը, այսինքն թափանցիկ, բաց այդ հարաբերություններում ոչինչ չունենք թաքցնելու եւ լավի եւ վատի առումով։ Շնորհակալ ենք, որովհետեւ շատ նվիրական գործ եք անում, ինչքան էլ մենք մեր ուսումնական շրջանում միշտ ասում ենք դե լավ, դե դպրոց, դե լավ, դե հոգնեցինք, բայց միևնույն է, հետո արդեն երբ ավարտում ենք, հասկանում ենք, թե ինչ կարևոր գործ արեցին մեր ուսուցիչները մեր կյանքում։ Այնպես որ շնորհակալություն ձեզ այս նվիրական աշխատանքի համար։ Ուզում եմ նվիրել ձեզ Ջովանի Սափոր Ռոզեգինին, ամեն օրը դա հաղթանակ է աշակերտի հետ եւ աշակերտի ձեռքը բռնած։ Այնպես որ ձեր հաղթանակները նշեք ահա այս։ Շնորհակալ ենք։ Եվ քանի որ գիտեմ, որ գեղեցիկ սերը շատ համեղ է պատրաստելու մեջ, այնպես որ ես համոզված եմ, որ ոչ միայն լավ կրթում եք երեխաներին, նաև հիանալի պատրաստում եք։ Տրամոնտինա բրազիլական բրենդը Հայաստանում ներկայացնում է խոհանոցային պարագաներ բարձրակարգ։ Ուզում նվիրել ձեզ այս խոհանոցային պարագաները, որոնք համոզված եմ կթեթևացնեն ձեր հոգսը։ Եվ ուզում եմ նաև ձեզ նվիրել արև բացիկները, որտեղ ներառված են հայտնի երգերից եւ բանաստեղծություններից ֆրազներ, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այստեղ իհարկե Արամո Եմա-Պետրոսյանի երգն է առաջինը, կյանք եմ ուզում, որ սիրեմ քեզ, որ չնայեմ տխուրամբին, որ մազերես շողերի պես փռեսեմ ճամփին։ Հաջորդ իհարկե Սահակյանի խոսքերն են, հերվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ։ Չկնաղերաս, իսկ մյուսը Հայկոյի երգից է ամենաառաջինը, ով ինձ զգում ես։ Սա խնդրեմ ձեզ, դուք արդեն նվիրեք ձեզ համար սիրելի մարդկանց։ Շատ շնորհակալ ենք, մենք էլ ենք շնորհակալ ձեր այս լուսավոր տաղավարումը հյուրընկալելու համար։ Շնորհակալություն ձեզ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Սիրելի հեռուստադիտողներ, ահա եկավ այն պահը, որ պետք է մատուցենք մեր շատ համեղ եւ օգտակար աղցանը, եւ ես այստեղ պետք է օգտագործեմ նաեւ այս գեղեցիկ սպասքը, էլի բրազիլական ֆիրմայի Տրամոնտինա ֆիրմայի այս գեղեցիկ սպասքը, որը շատ համահունչ կլինի այսօրվա մեր աղցանի հետ։ Իսկ մեր աղցանը բաղկացած էր հավի կրծքամսից, հազարի տերևներից, կանաչ խնձորից, համեմունքներից եւ սոուսներից, այսպես։ Այնտեղ կա նաև չամիչ, չմոռանամ նշել այդ մասին, որ ունենք չամիչ եւ
հատկապես շատ գեղեցիկ համ է փոխանցելու, շատ օգտակար համ է փոխանցելու մեր աղցանին։ Ես մի փոքր քունջութով կցողեմ այն, որպիսի ավելի սննդարար ստացվի մեր աղցանը եւ իհարկե կձևավորեմ մի փոքր սումախի փոշիով։ Այսպես։ Խնդրեմ, պատրաստեք, վայելեք, եղեք առողջ եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալություն Ադրինեին, այո, իրոք շատ համեղ է։ Մենք հաստատ հիմա եթերից հետո կփորձենք, իսկ չմոռանանք, ինչպես արդեն նշեցի քիչ առաջ, համեմել այս ամենը նաև համեղ գինիներով, հյութերով, կոմպոտներով, որը ներկայացնում է Ջևանի գինու գործարանն առաջարկելով իր լայն ու հրաշալի տեսականին։ Եվ այս ամենին իհարկե ավելացնենք պանիրներ, իսկ պանիրների շքեղ տեսականի, ինչպես նաև անարատ պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Արևի ջերմությունը զգանք մեր մաշկին եւ մեր բնակարանում, ինչը ջերմացնում է եւ տալիս է լուսավորություն։ Այս ամենն առաջարկում է Solar Center ընկերությունն առաջարկելով իհարկե արևային համակարգեր 8106 հեռախոսամարը միշտ գործում է եւ հասանելի է։ Զանգահարեք, ձեր բոլոր հարցերին կպատասխանեն, խորհրդատվություններ կլինի եւ այդ ամենը կտեղադրվի արդեն համապատասխան վայրում։ Բրազիլական Տրամոնտինա ապրանքանիշն լայն տարածում ունի աշխարհում իր բարձր որակի համար։ Տրամոնտինայի դանակները երկարակյաց են եւ ամուր, եւ չմոռանամ նշել, որ մի շարք դանակներ հակաբակտերիալ ծածկույթ ունեն։ Դանակները չժանգոտվող պողպատից են, իսկ բռնակները բնական փայտից եւ պոլիպրոպեն տեսակից։ Տրամոնտինայի ամբողջ տեսականին կարող եք ձեռք բերել մայրաքաղաքի լավագույն սուպերմարկետներից։ Շարունակելով տոնական տրամադրությունը, հիշենք, որ տոնական բառերը միշտ ակտուալ են, այնպես որ արև բացիկները հասանելի են բոլորի համար Kaiser սուպերմարկետում, քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Այո, եւ ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Այսօրվա իմ վարսահարդարման համար շնորհակալություն Կարինեին, իսկ դիմահարդարման համար շնորհակալություն Ջուլիին։ Beauty by Ջուլհակյանն էլ պատրաստ է բոլոր տղամարդկանց տալ բարբերի ծառայությունը, մատուցելով իհարկե այդ ծառայությունը բարձրակարգ վարպետների միջոցով։ Այնտեղ ոչ միայն գեղեցկացնում են, նաեւ սովորեցնում են գեղեցկության արվեստը։ Իսկ ոճային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին։ Երկու հասցե ունի այս շատ էսթետ խանութը, Թումանյան 5 եւ Պուշկին 33 կարող եք այցելել եւ այնտեղ կգտնեք ամբողջ նոր տեսականին։ Դե այսօրվա համար էլ այսքանն էր նախատեսված։ Համոզված եմ առավոտը ստացվեց մեզ մոտ եւ ձեզ մոտ իհարկե սկիզբը հաճելի էր։ Նաեւ ձեր ինտերակցիան շնորհիվ այնպես որ մենք մեր մեծ թիմով պատրաստեցինք այս առավոտը ձեզ համար։ Եվ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։